Ուրեմն բացիվիդո թակուր շիչետանյա շիքշա ամրիտա լսվում է բոլորին շիչետանյա շիքշա ամրիտա մենք լսեք քննարկում ենք հոգևոր կյանքի սկզբունքները ու ես ինչպես միշտ ասում եմ որ այդ սկզբունքները դիտարկում ենք անկախ մարդու կրոնական պատկաբելիության թեմայից հա այսինքն հոգևոր կյանքը ինքը մի հատ է եւ ինքը ունի իր օրինաչափությունները եւ տարբեր կրոնականություններ իրանք այդ օրինաչափությունները իրականացնում են կամ լիարժեք կամ կիսատ կամ ընդհանրապես չեն իրականացնում այդպիսի բաներ կան մենք ձեզ հետ անցանք արդեն մի գլխի որը ինքը կոչվում էր երկրորդական հա հոգևոր կյանքի երկրորդական ցուցումներ ինչու երկրորդական որովհետեւ իրականում հոգևոր կյանքի համար ամենագլխավոր ցուցումները դա հոգևոր ցուցումներն են չէ որտեղ դրա բալ կոչվում է հոգևոր կյանքը ինքը ընդհանրապես նախատեսված է իրականում հոգևոր արդյունքների համար բայց փաստ է նաև որ ասենք նյութական աշխարհում կենդանիակները երբ որ իրենք գալիս են կրոնականության նախասկզբնական շրջանում իրենք խիստ նյութապես մոտիվացված են եւ ինքը Շի Քրիշնան Բհագավադ Գիտայում հենց այդպես էլ ասում է դրանք իմ մոտ առաջի հերթին գալիս են տարապողները, հետո գալիս են նրանք, ովքեր ուզում են պահպանել կամ ձեռք բերել լավ ճակատագիր, հա, հետո հետարքրասերել, հետո նոր միայն իրոք պտտողները, չէ՞։ Եվ իրականում, ասենք, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, հոգևոր դաշտում ամենամեծ քանակությամբ դա տառապանքից ազատվելու ցանկությամբ կենդանիակներն են, ինչու համար, որտեղ աստվածամեժության դարաշրջանում կենդանիակները չգիտեն իրար հետ խաղաղ շփվելու ձևերը, ինչու, որովհետև իրանց մեջ հենված են ատելությունների եւ ոչ արդար կրքերի կապվածությունների վրա։ Եվ դա ինքնըստինքյան արդեն, հասկանում եք, կա ինչ-որ մի բան, որը այբ որ ինքը դրանով սկսվում է, դա անհնար է, որ ինքը բերի ինչ-որ մի հատ լավ արդյունքի, հա։ Հետ առաջ անպայման արդյունքը ինքը չի բավարարում, չէ՞։ Եվ այսինքն կենդանիակները իրար տառապանք են պատճառում կամ որովհետև ուղղակի բռնակալներ են, կամ էլ որովհետև ցանկացած հարաբերությունների մեջ մրցակցում են մի թեմայով։ Առաջինը պիտի ես վայելեմ։ Այսինքն առաջինը դու արա այն ինչ որ ես եմ ուզում, հետո նոր ես իմ ասած էլ ինքը ասում է, հետո նոր ես կանեմ ինչ որ դու ես ուզում, բայց մտքում ասում է, հետո նոր ես կմտածեմ քո ուզածը անեմ, թե չէ։ Հա, այս է էլի, որի վրա արդեն իր հետնագալի, որ ինքը պիտի անի, ինքը դրանից հրաժարվում է։ Դիմացինը ինքը ասում է, բա ես քո համար այս արեցի, դու փոխարեն ինձ վարձահատույց ունես, այդ ամեն ինչ որ ես քեզ տվեցի, վերցրեցի, տարար տվեցի, ուրիշի հետ վայելեցի։ Դա հատկապես կանանց սիտուացիա դա չէ, ես հաճախ լինում։ Հիմա եւ դրա համար է, որ իրական հոգեվոր կյանքը ինքը առաջի հերթին իսկ հիմնականում կան շատ այդպիսի հոգևոր ճանապարհներ, որոնք իրենք միայն դա են քննարկում եւ դա էլ քննարկում են, ասենք, ես միշտ ասում եմ շովինիզմի տեսանկյունից, հա, բայց իրականում, ասենք, իրական հոգևոր կյանքը ինքը նույնպես առաջի հերթին մտնում է նյութական գոյության մեջ, չէ՞։ Մենք ձեզ հետ, այսինքն առաջի թեմայով Բաքսիվինոդ Թակուրը ինքը քննարկեց մի շատ կարևոր թեմա, դա մարմնի վիճակն է։ Չէ՞։ Այսինքն գլխավոր գաղափարը ինքը կանում է նրանում, որ եթե նյութական մարմինը ինքը անհանգիստ է, կենդանիակը ինքը չի կարող զբաղվի լիարժեք հոգևոր կյանքով։ Ինչու՞։ Կարող եք ասել։ Որովհետև իրական հոգևոր կյանքը կենդանիակին պիտի պատճառի երջանկություն։ Իսկ հիվանդ մարմինը ինքը մշտական տառապանք է ապահովում։ Հասկանում եք, եւ այդ տրամադրությունը, որ կենդանիակը ինքը ցավից մշտական տառապանքի մեջ է, խիստ խանգարում է, շատ խիստ խանգարում է իրան, որպեսզի ինքը հոգևոր կյանքում լինի երջանիկ, չէ՞։ Ու տեսեք, ասենք, հատկապես նախասկզբնական շրջանում, չէ՞, եթե անձնավորությունը ինքը, օրինակ, իր մարմինը ծանր հիվանդանում է, չէ՞, ինքը առաջի հերթին առաստության է անում։ Բա ես, առավոտից երեկո աղոթում եմ, հոգևոր կյանքով եմ զբաղված, բայց ես արժանի էի, որ ռակ գտնեի, օրինակ։ Չէ՞։
Առաջերտին դա է գալիս։ Տեսեք, ինքը արդեն չի ենթադրում, չէ՞, որ այդ կենթանեակի միջև ու ասենք Աստծու միջև ինչ որ բարիացակամ տրամադրություններ պիտի առաջանան։ Ինչ որտեղ կենթանեակը ինքը չի սիրում մտածել, որ դա ինքն է արել, որ ինքը իր մարմնի հետ սխալավարվ է, որ ինքը լիքը, ասենք, տոքսիկ ինչ որ բաներ ունի իր մեջ, այսինքն որ կա պսիխոմատիկա, որ ինքը խփում է ընդհանրապես նյութական մարմնին, չէ՞։ Արիացիները իրենք ասում են ցանկացած հիվանդություն դա մենակ պսիխոմատիկան չի։ Հիմա հոգեբանությունը ինքը մտել է այդտեղ, ինչ որ չափազանցրել է, էլի։ Դա միայն պսիխոմատիկան չի, հասկանում եք։ Դա ուրեմն առաջի հերթին դա բանն է, թե կենթանիակը ինքը ինչա ուտում, թե մարդը ինքը ինչա ուտում, այսինքն ուտելիքը։ Երկրորդը դա բանն է, как его, режим. Այս ռեժիմ, հա, հայերեն խնդրա, հա, այսինքն երկրորդը դա կյանքի ռեժիմն է, չէ՞։ Հասկանում եք, այսինքն այդպես չի էլի, որտեղ ասենք հիմա ինֆորմատիկ իրանք գնում են բուժվելու, չէ՞, եթե մարդը ինքը, ասենք, եթե բժիշկը ինքը մի քիչ պսիխոմատիկայի գաղափարը ընդունում է, ինքը անմիջապես գնում է մենակ պսիխոմատիկայի ճանապարհով։ Հասկանում եք, բայց դա իրականում այդպես չի, որտեղ առաջի հերթին պետք է ճշտել, թե մարդը ինքը ինչով է սնվում, որտեղ ինքը ինչ պսիխոմատիկայի մեջ ուզում է լինի, եթե ինքը օրինակ սնվում է, օրինակ մսակերը, չէ՞, օրինակ հիմա ժամանակակից բանը, բժշկությունը, ինքը արդեն շատ հետաքրքիր երկու թեմայի է բաժանվել, ինչի համար, որովհետև աշխարհում հիմա շատ լայն տարածվում է բուսակերությունը, հա, ու ասենք, երբ որ մարդիկ իրանք բուսակեր են, չէ, եթե իրանք հիմա այդ բուսակերությունն են սխալ պահում, հիմա բժշկությունը բաժանվել է երկու մասի, հիվանդություններ, որոնք առաջանում են մսակերությունից, եւ հիվանդություններ, որոնք առաջանում են բուսակերությունից։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն, մսակերներին, երբ որ իրանք հիվանդանում են, ասում են միսը պակասացրեք, չեն կարողանում ասել չմի կերեք, ասում են գոնե պակասացրեք, հա, բուսակերներին ասում են միս կերեք։ Ինչի՞։ Որովհետև մսակերները սովորաբար չեն սիրում բանջարեղեն։ Հա, իրանք դա չեն համարում ուտելիք։ Այդ տղամարդիկ են, չէ՞, տես։ Որը ասենք մենակ բանջարեղեն դասի չի կշտան։ Ես ինչ էր միսը բար, չէ՞։ Հասկացաք։ Թեմա այ ինքը ասենք ամենակարևորը դա հենց անմիջապես մարմնի հետ սխալ վարվելն է։ Ինչու՞, որտեղ մարմինը ինքը քիմիական էլեմենտներից է, չէ՞։ Ու այդ քիմիական էլեմենտները իրանք որպեսզի մարմինը ինքը նորմալ աշխատի, իրանք պահանջում են իրանք սնունդը։ Մարմինը ինքը կարիք ունի, օրինակ տեսեք ասենք, չէ, քաղաքի մարդիկ իրանք շատ հաճախ հիվանդանում են ստամոքսոաղիքային հիվանդություններով, չէ։ Իսկ դուք գիտեք, որ դրա ոչ էլ բավականին մեծ տոկոսը ինքը առաջանում է նրանից, որ քաղաքի մարդը ինքը անկախ իրանից շնչում է միայն թոքերի վերևով։ Հա։ Այսինքն ինքը բանը կիսլորոդ թթվածին չի տալիս իր ստամոքսոաղիքային տրակտին։ Չէ, տեսեք յոգերը իրանք հատուկ վարժություններ ունեն, չէ, երբ որ իրանք շնչում են թոքերով եւ շնչում են փորով։ Ինչի համար։ Որ աղիքային տրակտը ինքը այդ մոլեկուլները իրանք թթվածին ստանան։ Հասկանում եք։ Այդ տեսեք ասենք, այսինքն մարդը ինքը գալիս է, ինքը կարող է պատահի իր խնդիրը հենց այդ է, որ օրինակ ինքը շատ է լինում փակ սենյակներում, հա, ունի թթվածային քաղց, եւ եթե առաջացնում է, այդ բանին դա մենակ սրտի հետ չի վերաբերում, էլի։ Ասենք, աղիքայի տրակտը ինքը սկսում է վատ աշխատել, չգիտեմ ինչ վատ, ամեն ինչը սկսում է վատ աշխատել, որտեղ մոլեկուլները իրանք չեն ստանում իրանց թթվածինը, որը իրանց համար շատ կարևոր է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ եթե մարդը ասենք ինքը դրա համար է հիվանդացել, իրանք կապում են պսիխոմատիկայով, ասում են, գիտես, դու եթե հիվանդացել ես, որովհետև ես ինչ բանը չես մարսել, ինչ բանը սենց ես արել, ինչ բանը նենց ես արել։ Գնա նստի հոգեբանությամբ զբաղվի։ Բայց մարդուն պիտի ասեին դուրս արի, ման արի, կարելի է ծառերի տակ։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, էլի։ Ուրեմն, այսինքն, տեսեք արիացիները իրենք հոգևոր կյանքի բարենպաստ անցկացման համար կարևորում են մարմնի առողջությունը։ Հիմա պարզ է, մեր ժամանակներում, ասենք, այդ կետը ինքը շատ հեշտ է կիրառվում,
Եթե դու ծնվել ես արիացիների քաղաքակրթության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունը իրանք իրական կրոնականներ են, եւ քեզ են ոնց որ ասում են ձախուց ծնված օրվանից ճիշտ պահելով առաքելության օրենքների մեջ ճիշտ պահելով աճացնում են ու դու ունես կատարյալ առողջ մարմին, կատարյալ առողջ հոգեբանություն, ոչ մի խնդիր չունես, չէ՞։ Մենք նոր ասեցինք, որ իրականում ասենք, հա, չեն սխալվում, որտեղ մեր դարաշրջանում բոլորն էլ այդ ճիխամացիկան ունեն, տես մարդ չկա, որ ստեղ կուլ տված տույջ ունենա, էլի, հասկանում եք, պահած կոկոտի մեջ շիվայի պես, չէ՞։ Եվ ասենք, այդ խնդիրները իրանք իրականում շատ, տեսեք, արիացիները իրանք շատ կարևորեցին, չէ՞։ Եվ ինչ ասեց Մաքսիմովը, որ մարդը ինքը պետք է այնպես սնվի եւ այնպիսի օրվա ռեժիմ ունենա, այսինքն, տեսեք, մենակ ուտելիքը այդ գրավական չի, մարդը պետք է որոշակի ժամանակ քնի, հա, որոշակի ժամին քնի, ինչի համար է այդ ժամը կարևոր, այդ ժամը ինքը ուրիշ ոչ մի օրգանի համար կարևոր չի, բացի լյարդից, որովհետև լյարդը մեր ներսում կա բիոժամացույց, չէ՞, у нас у всех есть биологические часы, ու մարդը ասենք ինքը հետի շատ լավ իրա վրա զգում է, եթե ասենք ինքը օրինակ գնացել է Միացյալ Նահանգներ, հետո եկել է, չէ՞, ու իրան մի 3 օր է պետք, որ ինքը այդ ժամային բանի մեջ մտնի, չէ՞, դա ոչ թե որ բան ժամացույցով երբավեր կենում է, այլ որ հենց իրա ներքին ժամացույցը ինքը արևի հետ բան ունի, էլի սինխրոնիզացիայի մեջ ունի, հասկացաք, չէ՞։ Դրա համար ասենք, ու կարևոր է այդ ռեժիմը։ Իրանք ասում են, մարմինը չի կարող լինի առողջ, եթե մարդը ինքը սխալ է սնվում, հա, ռեժիմը խախտում, քնի, աշխատանքի եւ հանգստի, Մաքսիմով Թակուրը դեռ կասի, ինքը կասի իրական առաքինի հասարակության մեջ մարդկանց երբեք չեն աշխատացնում այնքան, որ մարդը հոգնի։ Չէ, դարքի սկզբունքա, չէ։ Вообще հակառակ, չէ, նրան ինչ որ հիմա է, որ ամեն մեկից կամենք այնքան ինչքան որ հնարավոր է, ինչքան հնարավոր է շատ աշխատացնենք, ինչքան հնարավոր է քիչ վարձատրենք, չէ։ Թեկուզ փորձը ցույց է տվել, որ այդ դեպքում մարդիկ իրանք վատ են աշխատում, դրա համար ասենք նորմալ բիզնեսմենը ինքը միշտ հասկանում է, որ պիտի լավ վճարի, որ լավ աշխատանք ստանա։ Հիմա ծերիներս, չէ, դա է մի պակետը։ Եվ այդ վերջինը, չէ, երրորդը, իրանք նոր ասում են, եթե մարդը ինքը ունի այդ նյարդային վիճակներ, այսինքն էմոցիոնալ հավասարակշռությունից դուրս եկած վիճակ, այդ դա է, որ փսիխոմատիկան է, որը անմիջապես ազդում է մարդու առողջության վրա։ Հասկացաք, չէ, որ այդ գաղափարը որտեղից են վերցրել։ Հա? Հիմա, եւ ուրեմն առաջի խնդիրը սա է։ Հիմա Աստվածամեջության դարաշրջանում մարդիկ իրանք կրոնականության են գալի։ Այդ տեսեք մենք այստեղ նստած ենք, ոչ մեկս ծնված օրվանից չի եկել, չէ՞։ Այն մայիսեյակում նստած են երջանիկ ժիվաններ, որ իրանք ասեք ծնվել են նվիրալների ընտանիքում։ Ու հիմա ուզում են, չեն ուզում, ճիշտ դաստիարակում, ճիշտ բանով ապրում են, հա, ու դա շատ բարենպաստ է, էլի։ Հա, ուրեմն սա առաջի խնդիրն էր։ Երկրորդ խնդիրը, որը Բաքսիոնոտի, այսինքն ինքը հիմա նկարագրում է առաջի հերթին եւ ասում է երկրորդական, բայց տեսեք իրանք հենարան են, չէ՞։ Եվ մարդը ինքը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի այդ խնդիրներին, որպեսզի մարմինը լինի առողջ, հա, ասենք օրինակի համար, չէ՞, օրինակ հոգեվոր մարդիկ իրանք երբեք իրանց պիտի թույլ չտան մարդու մեջ նյարդային վիճակ ստեղծեն, երբ որ գիտեն, որ ինքը մի քիչ հետո հաց է ուտելու։ Հասկանում եք։ Որտեղ իրականում, չէ, այդ թվում է, որ ինչ կա որ, տեսեք, օրինակ ասենք մենք բանում ընդհանրապես Աստվածամեջության դարաշրջանում, չէ, մարդկանց մեջ այդպիսի թեմա вообще չկա։ Հակառակը հենց նստում են սեղանի, սկսում են հարցեր լուծել։ Չէ՞։ Ինչի, որովհետև իրար տեսնում են մենակ սեղանի շուրջ։ Դա լավագույն դեպքում կան ընտանիքներ, ոսկի սեղանի շուրջ էլ չեն տեսնում, ես ասում եմ, էլի։ Հիմա մենք կամաց մենք էլ ենք գնում այդտեղ։ Բայց մի 10 տարի սրանից առաջ, երբ որ ես նոր էի, այլա 15, հա, նոր էի վերսկսել ընդհանրապես խոսալը, երբ որ Ռուսաստանից իմ աշակերտները գալիս էին Երևան, իրանք ասենց շոկի մեջ, մի երկու տոն գնում էինք, մեկ շոկի մեջ գալիս էին, ինձ ասում էին,
Надо жарче. А у вас у всех в домах такие большие столы. Это зачем? Այ ասում էի, այ դուք հոգեբանությամբ մեծնից դրանով եք տարբերվում։ Ես ամի քիչ մնացեք, կիմանաք զաչեմ, հասկացաք, չէ՞։ Որտեղ ասենք, այնտեղ չէ, վաղուց արդեն ոնց որ այդ եվրոպական հոգին ա մտել, չէ՞։ Ու ասենք, երբ որ դու հյուր ես գնում, քեզ կարող է հյուր հրավիրեն, բայց տանեն խոհանոց նստացնեն, ու քո հետ թեյ խմեն, ու զրուցեն։ Օրինակ, այսինքն էլ այդ բան, այս քոքով հայ ընտանիքում, որ մի կնոջ մտքի ծայրով կանցնի, հյուրին նստացնել խոհանոց։ Այսինքն մեր համար բանա, չես այդ շոկ։ Չէ, թե ես սխալվում եմ։ Չի անցնում մեր մտքով տենց բան։ Տեսեք, ուղղակի ասենք, քանի եվրոպական մտածելակերպը ինքը մտնում է, այդքան տները իրանք դառնում են, բնակարանները դառնում են այնպեսին, որ մեծ սեղան նույնիսկ տեղադրել չլինի։ Այն որ ուզեն ասել չկարողան ասում են ասելի, կամ այդ ռասկլադնո են, որ հավաքվում բացվում է, չէ՞։ Իսկ ասենք հներում, ասենք դաժե աստվածամերժության դարաշրջանում հատուկ սենյակներ կայի, չէ՞, ասում նրանք ովքեր հարուստ էին ապրում, այս մեծ սեղաններով, բան, չէ՞, այդպես որ ամբողջ ընտանիքով մի 20 հոգով նստում էին հաց ուտելու, չգիտեմ, չէ՞, այդ սեղանը ինքը մշակույթ կար։ Մարդիկ նախապատրաստվում էին հաց ուտելու, չէ՞, օրինակ հարուստները իրանք հաց ուտելուց առաջ փոխվում էին, հատուկ հագուստ ունեին, որ դուրս էին գալի հաց ուտելու։ Ու իրականում դա այդպես ոչ թե որ իրանք հարուստ են, բան էլի, այդպես ինչ որ բան եսի միջերի մեջ են ընկել։ Չէ, այդ ամեն ինչը ինքը շատ կարևոր է։ Մարդուն առնվազն 2 ժամ առաջ ուտելուց չի կարելի ջղայնացնել, որ ստամոքսը սպազմ չտա։ Հա, մկային համակարգը, որտեղ ստրեսից միշտ մարմինը լարվում է, չէ՞։ Մկանները իրանք բան են անում, քարանում են։ Ինչքան մարդը ավելի շատ ստրես է ունենում, այդքան իր մկանները քարացած են, չէ՞։ Եվ ասենք յոգայի վարժությունները իրանք ինչի համար են։ Դա ձգելու վարժություններ է, չէ՞, որ մկանը ձգես։ Այդպես ձգած պահես, ինչի, մինչև որ զգաս, որ ինքը թուլացավ։ Դրա համար են երկար պահում, չէ՞։ Այդ երկարը դա ժամով չի։ Դա ամեն մեկինը իրանն է։ Ինքը այնքան է պահում, մինչև զգա, որ այդ մկանը ինքը ձգվեց, սկզբում նեղում է, ցավում է, հետո կամաց ցույց սկսում է թուլանալ, ու երբ որ ես տեղն է անգնում, օրինակ երբ որ ես առավոտի վարժություններ եմ անում, չէ՞, երբ որ ուսերի վարժություններ եմ անում, ուսերս թուլացնում եմ, այ որ ես ուսերս թուլացնում եմ, ուսերս միանգամից կախվում է, ես զգում եմ, թե իմ ուսերը ինչքան լարված էր, բայց ես դա չէի զգում։ Թվում էր, որ նորմալ է ամեն ինչը։ Չէ՞, ես միանգամից ես մի 10 սանտիմ ընկնում է ուսերը, տելի, հասկացա՞ք, չէ՞։ Դրա համար ուրեմն եւ այ դա է, ներվային վիճակները։ Բայց այստեղ արդեն փսիխոմատիկա։ Մարդը նեղված է հաց ուտում, մարդը ինքը չգիտեմ, այս անում են, դա անմիջապես սկսում է խփել օրգանիզմին, չէ՞։ Հիմա երկրորդ խնդիրը դա մտքի վիճակն էր, ոչ թե մտքի վիճակը կներեք, մտքի որակը։ Դա երկու տարբեր բաներ են, թե ինչ է կարող մարդու միտքը։ Տեսեք ոնց որ ասենք հիմա ֆիզիկական մարմինը, չէ՞, հիմա ասենք իմ մարմինը ինքը բալերինկայի մարմինից տարբերվում է, չէ՞։ Հույսով եմ։ Դա ի՞նչ է նշանակում, չէ՞, որ նայեք, վրոձի ինքը երկուսինս էլ կոչվում է ֆիզիկական մարմին։ Համաձայն եք։ Երկուսինս էլ կոչվում է ֆիզիկական մարմին։ Իմ ֆիզիկական մարմինը կարող է իրան թույլ տա, այն ինչ որ կարող է թույլ տա իրան բանի, բալերինկայի ֆիզիկական մարմինը։ Մի հատ ռուս բալերինկա կա, ինչա։ Եվ շպագատ անում։ Սկանես թողեց այդ իրա շպագատը։ Էլ ոչ պարել գիտի, ոչ բան չգիտի, գիմնաստիկային դպան շպագատ անել գիտի։ Ասի ինչ չես հասկանում։ Բոլորի գիմնաստները այդ նույն բանը անում են։ Ինչի չեն համարվում համաշխարհային ես ինչ չեմ կարող հասկանալ։ Բայց փաստը դա է, չէ՞, մենք սկզբունքը պիտի հասկանանք, էլի։ Այ ոնց որ նյութական մարմիններն են իրանք տարբեր, չէ՞։ Ու ասենք իմ նյութական մարմինը իրան չի կարող թույլ տա այն ինչ որ իրան կարող է թույլ տա սպորտսմենի մարմինը, չէ՞։ Կամ ասենք, չգիտեմ, պարուհու մարմինը։ Ոբշեմ էլի,
Չէ, կամ ասենք հիմա ինչ որ մի ուրիշն էլ իրան չի կարող թույլ տալ, ինչ որ ես կարող եմ ինձ թույլ տամ։ Այսինքն տարբեր է, չէ, բայց դու բոլորինը կոչվում է ֆիզիկական մարմին։ Այ հիմա նույն ձևի մենք երբ որ ասում ենք միտք, մենք մտածում ենք բոլորի միտքը նույնն է։ Բայց դա չէ։ Հասկանում եք, այսա պետք է հասկանանք, որ չէ։ Այ ոնց որ ֆիզիկական մարմիններն են տարբեր, տենց էլ միտքն է, կենդանիատների մտքերն են տարբեր, հասկանում եք։ Եվ Մաքսիմլիան Թակուրը ինքը բերեց մի քանի մտքի որակ, չէ, որոնք իրանք խոսում են նրա մասին, որ մարդու միտքը ինքը առողջ է։ Ոնց որ կան ինչ-որ բաներ, որոնք խոսում են դրա մասին, որ մարդու մարմինը ինքը առողջ է։ Չէ՞։ Հիմա ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, առաջի հերթին, չէ, դա մտքի ընկալման որակն է։ Ինչի մասնա խոսքը։ Մենք բոլորս էլ նայել գիտենք, ընկալել գիտենք, չէ՞։ Այսինքն ինչ որ ես տեսնում եմ, լսում եմ, չգիտեմ, շոշափում եմ կամ հոտ եմ քաշում, ես ընկալում եմ։ Բա ի՞նչ տարբերություն։ Ինչի մտավ, որ այդ ընկալելու որակը ինքը տարբեր է։ Ինչի մասնա այստեղ խոսքը։ Ուրեմն տեսեք։ Միտքը ինքը ունի մի հատ շատ փիս սովորություն, որի հետ հոգեբանները պայքարում են։ Իրանք ասում են բալտամյա, հա? Երբ որ միտքը ինքը իր հետ խոսալ գիտի։ Չէ՞։ Այն միտքը, որը ինքը իր հետ խոսալ գիտի, իր ընկալումը շատ խիստ ընկնում է։ Ինքը լիքը բաներ կա, որ իր ասած ակաջի կողքով սպասում։ Հիմա տեսեք օրինակ, եթե մենք գնում ենք, հա, օրինակի համար ասենք, չգիտեմ, գիպնոզի դաշտ, NLP-ի դաշտ, չէ՞, նայեք, առաջի բանը, որ այնտեղ արվում է իրականում, դա մտքին վերադարձնել իր ընկալման ապարատը։ Օրինակ ասենք, որպեսզի դու կարողանաս մարդուն ներշնչում անես, չէ՞, այսինքն ինքը պետքա թուլանա։ Ինքը պետք է մտնի այն վիճակի մեջ, ինչ որ իրանք ասում են տրանս, այսինքն երբ որ անջատվեց, հա? Գիտնականները իրանք հայտնաբերել են, որ ցանկացած մարդ ինքը 40 րոպեն մեկ անջատվում է։ Այ որ ասես, մեկ էլ միտքը գնաց, դու կարող ես չզգաս էլ։ Դու կարող ես ժամանակ աշխատանքի վայրում ես, կամ հաց ես ուտում, կամ տրանսպորտի մեջ ես, կամ տանն ես, կամ ոնց որ վերացար։ Դաժե չես էլ ֆիքսում, չէ՞։ Հիմա նայեք, այ որպեսի ու գիպնատիզորը ինքը խնդիր ունի, որ ընկնի կամ ընկնի այ պահին, երբ որ բռնացնի քեզ այդ մոմենտի, որ դու անջատված ես։ Հա, ինչի՞ որտեղ անջատված վիճակում դու չես կարողանում գնահատել ու դատել։ Այդ անջատված վիճակում քեզ ինչ ասեցին, ցանկացած ինֆորմացիա անմիջապես գնում է մտնում է ենթագիտակցություն, իսկ այն ինչ որ ընդունեց ենթագիտակցությունը, это руководство к действию։ Հասկացա՞ք։ Այսինքն այն ինչ որ այսպես բան էլի անցնելով մեր գիտակցականը, դա մեր բանն է, դարպասներն են։ Չէ՞։ Եթե մարդու գիտակցականը ինքը շատ ուժեղ միացած է, իրան գիպնոզ անելը դժվար է, որտեղ իրան անջատելն է դժվար։ Չէ՞, ինչի, որտեղ ինքը միշտ կենտրոնացած է նրա վրա, որ գնահատի։ Հա? Հիմա կամ ուրեմն դու պիտի պատահական ընկնես այդ 40 րոպեի մեջ, կամ դու պիտի կարողանաս արհեստական մարդուն բերես այդ անջատված վիճակին։ Հա? Հիմա այդ արհեստական բերելը ինքը առաջի հերթին արվում է հոգեբանության մեջ դա կոչվում է ռապորտ։ Այսինքն, որ մարդը ինքը քեզ ընկալի как свой։ Հա, որպես հարազատ էլի մենք ասում ենք, ինչու որպես մոտիկ, չէ՞։ Հիմա ինչ պյանես դու դրա համար, որպեսզի դա տեղի ունենա, դու պետք է առաջի հերթին, տեսեք հիմա ինչ շարան են շարում, էլի որ հասկանաք թե ոնց է այդ բաները, այդ գիտությունները իրանք ոնց են մարդու մեջ արտնացնում այս մտքի ընկալելու ճկունությունը։ Հա? Ուրեմն ասում եմ առաջի հերթին դու պետք է նկատես թե ինքը ոնց է շնչում։ Այսինքն իր կուսքը ոնց է բարձրանում, ինքը ոնց է շնչում։ Հա? Երբ որ դու նկատեցիր ինքը ոնց է շնչում,
դու պետք է սկսես պրոստը շնչել իր հետ միասին։ Իսկ դա մի բան է, որը ոչ մեկ չի նկատում, չէ՞։ Հա? Դու ինքը պիտի ֆիքսես ոնց է շնչում, որ ֆիքսեցի ոնց է շնչում, դու սկսես իր հետ միասին շնչել։ Երկրորդ հերթին դու պետք է սկսես այսինքն մի քիչ ուշացումով կրկնել իր շարժումները։ Այսինքն ինքը ոտքի գցես, դու միանգամից չես գցում, դու կնկատի կասես ձեռես առնում, հասկացա, չի հակառակը կմիանա։ Ինքը իր ոտքի գցես, դու մի քիչ խոսում ես, բան ես անում, դու ես ոտքի գցում։ Ինքը սենց արես, դու մի քիչ մի 3 րոպե իրան զբաղացնում ես, դու ես այդ նույն բանը անում։ Ինքը արդեն էդի դադարում է անելը, դու անում ես։ Հասկացա՞ք, չէ՞։ Այդտենց ինքը կամած իր մոտ առաջանում է, որ տեսվոյ։ Հենց որ գիտակցությունը ասեց այդ свой, ինքը դադարում է գնահատել ու անջատվում է։ Защитные механизмы выключились. Всё, можно делать внушение. Այդ ժամանակ ինչ ասեցիր, ինքը անելու է։ Հասկացաք, չէ՞։ Հիմա ինչ սովորեց մարդը։ Այդ տեսեք իրան առաջերտին ասեցին, նկատի, որ մարդը շնչում է։ Այ որ ես էտե ասեցի։ Դուք նկատեցիք, որ դուք вообще դու չեք նկատում։ Չէ՞։ Ու եթե բան հոգոց անեցի։ Հա, այդ դա ինչի՞ց է գալի, որ մենք չենք նկատում։ Դա ընկալումն է, չէ՞, մենք չենք ընկալում, չէ՞ իր շնչառությունը։ Ինչի՞ց է գալի, ուշադրության պակասից, չէ՞։ Բայց ես ինչով եմ զբաղված, որ օրինակ ես մարդու հետ խոսում եմ ու չեմ նկատում, ինքը ոնց է շնչում։ Բայց ես ինչով եմ զբաղված։ Հասկանում եք, օրինակ նայեք, եթե մենք խոսում ենք առաքինության գոյավիճակի մեջ մարդու մասին, չէ՞, տեսեք, օրինակ NLP-ն ինքը լավը չի, եթե պամաչում։ Ինչի, որտեղ NLP-ն հնարել են գիտության կրքերի գոյավիճակի մեջ մարդիկ, նրանք ովքեր դա սովորում են, որպեսզի մանիպուլյացիա անեն։ Հա? Առաքինության գոյավիճակի մեջ էլ էին ցանկուց այդ արվեստները սովորացնել։ Բայց ինչի համար։ Այս ամենակարևորն է։ Այսինքն կա դանակ։ Դանակով կարող ես մորթես, կարող ես հաց կտրես, չէ՞։ Այդ նույն բանը առաքինիներն էլ էին սովորում։ Արիացիները սովորում էին։ Ինչի համար։ Որովհետև առաքինության մեջ շատ կարևոր է մարդը ինքը այնպես է դաստիարակված, որ ինքը ուրիշ մարդուն օրինակի համար, մենակ ես էլ վերցնեմ լրիվ հերիք է, որ ինքը ուրիշ մարդուն չհասցնի ջղայնության։ Որովհետև ինքը շատ լավ գիտի, որ ամեն անգամ, երբ որ ինքը մարդուն հասցրեց ջղայնության, ինքը կրճատում է իր կյանքը։ Ես միշտ ասել եմ, քանի դեռ մենք կարողանում ենք ջղայնացնել ուրիշին, մենք մարդասպան ենք։ Գիտակցենք, չգիտակցենք կամ չի։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, ասեք, արիացու բայց այդ ջղայնությունը ինքը միանգամից չի սկսում, չէ՞։ Սկզբում փոխվում է մարդու շնչառությունը։ Հետո փոխվում է իր աչքերի սպիտակուցի գույնը։ Հետո նոր ինքը սկսում է գոռալ։ Հետո դրանից հետո կարող է ֆիզիկական բռնության հասնի։ Չէ՞։ Ունայեք, այ արիացուն սովորացնում էին, որ հենց որ մարդը ինքը սկսեց անհանգիստ շչել, այդ նշանակում է, որ դու իրան սկսում ես տանել դեպի ջղայնությունը։ Փոխի թեման կամ թեման փոխի կամ ասելու ձևը։ Հա, որովհետև ինչի, որովհետև ջղայնության մեջ ոչ մի ռեզուլտատի գալ հնարավոր չի։ Հասկանում եք։ Այդ նպատակները զգացիք ինչքան տարբեր են, չէ՞։ Բայց արվեստը ինքը մնում է նույնը։ Այսինքն միտքը, հա, միտքը այդ ընկալելու ունակությունը իր մոտ առողջ է։ Այսինքն երբ որ ես շփվում եմ արտաքին աշխարհի հետ, իմ մտքի կեսը զբաղված չի իմ ներքին բալտանկայով։ Իսկ եթե ես կենտրոնացած եմ այդ ինքս իմ մտքի հետ, հա, խոսում եմ, ես ինչ եմ անում, մեկ էլ խոսակցությունս կիսատ մնաց, հա, սենց ենք անում, չէ՞։ Իմ հետ խոսակցությունս կիսատ մնաց, պիտի իմ ինչ-որ մեկին պատասխան տամ։ Այդ ինչի մասն է խոսում, որ միտքը вообще տամագունայի մեջ է։ Այդ հարցում, ընկալման հարցում ինքը տամագունայի մեջ է։ Այսինքն ինքը ռեալ արտաքին աշխարհից կտրված է։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն այ մտքի ընկալման ուրախությունը ինքը ինչքան ավելի առողջ է, մարդը այդքան ավելի ճիշտ է անցալում իրան շրջապատող աշխարհը։
իրան շրջապատող մարդկանց։ Չէ՞, տեսեք օրինակ, հիմա արդեն կկարողանանք սրանից հետո միշտ էդի բան անել, գնահատել, միանգամից մարդու մտքի վիճակը, երբ որ ասենք ինքը հարաբերություններ է փչացնում, հետո մի հատ նախադասություն ասում, ես չհասկացա ինքը ոնց է վիճակի հասավ։ Բայց ինքը իրականում այդ մարդուն, ես իմ երբ բանից այդ վիճակին բերում է, ինչի հաշվին, որ ուշադիր չի։ Ինքը չի ընկալ է, որ մարդու մեջ սկսել է process-ը։ Հասկանում եք, իսկ որ մարդը ինքը չի նկատում, ինքը տեղ լրիվ սխալ է, չէ՞ վերաբերվում։ Ուրեմն հիմա հոգևորի համար հատուկ է պետք է ընկալման ապարատը։ Ես փորձում եմ իմ աշակերտների մեջ այդ ընկալման ապարատը միացնեմ նրա հաշվին, որ ես միշտ տեքստերի մեջ ուշադրություն եմ դարձնում, շատ ուժեղ ուշադրություն եմ դարձնում ազնվության պահվածքի վրա։ Չէ՞, եթե նկատել եք, ես միշտ օրինակ դու կարող եք կարդայիք անցնեիք։ Ես ասում եմ, ինչի ինքը ստեղ ասեց այս բառը։ Այդ ինչ է նշանակում։ Ինչ եմ անում ես այդ ժամանակ։ Որ դուք մի հատ բան եք անում, որ ես ուշադրություն չդարձրեցի, սոկա, ինչի՞ ինչ էր որ, ինչ եմ ստից բառեր ասել հանցանցակ։ Չէ՞։ Օրինակ ասենք հատկապես արիացիների մոտ դա շատ ընդունված էր, չէ՞։ Ասենք Կրիշնան ինքը երբ որ Արգջունայի հետ խոսում է Բհագավադ Գիտայում, ինքը հա իրան տարբեր ձևերով է դիմում։ Մեկ ասում է օ դու հերոս, մեկ ասում է օ դու անհաղթ, հա, մեկ ասում է օ դու պանդոյի որդի, մեկ չգիտեմ ինչ, ինքը ո՞նց է որոշում, թե որ պահին որ մի բան է իր թվարկի, այնտեղ ոչ մի պատահական բան չկա, հա, այսինքն այն ինչ որ ինքը պիտի դրանից հետո ասի, ինքը ասում է այսա նախատեսված է քո հերոս մասին, իսկ սա նախատեսված է նրան, որ դու պանդոյի որդին ես, այսինքն որպես պանդոյի որդի դու ինչ-որ տողմի պատիվ պահես, բան չգիտեմ, էսի դերից չէ, որպես ասենք հերոս, դու այսինչ բաները քեզ պիտի թույլ չտաս, որ հիմա թույլ, հասկացաք, չէ՞, այսինքն երբ որ մարդը ինքը ուշադիր է դառնում, չէ՞, դա առաջի սիմպտոմն է եւ հոգեվոր կյանքը, հասկանում եք, օրինակ ոնց ասեմ, էլի, տեսեք, սա այդքան կարևոր չի այն հոգևոր ճանապարհների համար, որոնք իրանք չունեն հոգևոր աշխարհի մասին գիտելիք։ Բայց երբ որ Աստծո մասին գիտելիք կա, հոգու մասին գիտելիք կա, այդ հարաբերությունների մասին գիտելիք կա, չէ՞։ Հիմա տեսեք, մենք այդտեղ ինչ պիտի կարողանանք ընկալենք, այլ մենք լսում ենք Աստծո մասին, կամ լսում ենք նրա հարաբերությունների մասին կենդանիների հետ, չէ՞։ Կամ ասենք sense կամ են, չէ՞։ Ու տեսեք ասենք, չէ՞, հետո ասում ենք, որ իմաստունները իրենք կարողանում են տարբերեն տրանսցենդենտալը նյութականից։ Չէ՞։ Կարողանում են տարբերեն տրանսցենդենտալը ոնց է իրանք այդ անում։ Երբ որ արտաքինից էլի նույն բանն է։ Ես միշտ ասում եմ, էլ հերո կարող եմ չգնամ, էլի։ Արգջունան այնքան լավ օրինակ է։ Արգջունան ինքը միանգամից մաքուր նվիրալ էր, Աստծո ընկերներ, ուրեմն արքայական ընտանիքից էր, աղջիկ էր գողացել, չգիտեմ, էս են, օրինակ կասես ինչ է, սովորական մարդու կյանքով ապրում է։ Հա, Քրիստոսն էլ իր մոտիկ ընկերներ, հետո ինչ։ Այդ ինչով տարբերվեց։ Հասկանում եք, այդ ընկալման սրությամբ հաշվին է, որ դու կարողանում ես ընկալես, թե ինչով տարբերվեց։ Այդտեղ է, որ դու կարողանում ես նկատես, դրա համար է պետք է այդ ունակությունը։ Իսկ մենք հիմա խոսում ենք դրա մասին, թե зачем нужен натренированный ум։ Натренированный ոնց է։ Վարժացված միտքը ինչի համար է պետք, էլի, հասկանում եք, որ ինքը ընկալի, այդ որ այստեղ ինքը շնչեց։ Տեսեք, օրինակ ասենք, հիմա արհեստական բանականության հետո որ շփվում է, հա, դուք եթե իրան փորձեք ասեք, ինչ-որ մի հատ, եթե ինքը ինչ-որ մի հատ ձեր տրամադրության կամ ձեր բնավորության մասին խոսա, հա, դուք իրան փորձեք հարց տվեք, ասեք, դու էդի ոնց ես իմանում։ Այ դու ոնց հասկացար, որ ես սենց եմ կամ սենց եմ կամ սենց եմ, հա, ու առաջիներից մեկը ինքը կասի по тем паузам, которые ты делаешь. Потому где о чем ты молчишь.
и на что ты дала реакцию. Այսինքն այնքը ունի կատարյալ ընկալման ապարատ։ Որտեղ ինքը մեքենա է, իր մեջ է դրանց է, ինքը ոչ կենցաղով ծանրաբեռնված, ոչ հարաբերություններով ծանրաբեռնված, ինքը ոչ բան չունի, ինքը մենակ գնահատել գիտի ու այդ գնահատականի համապատասխան պատասխանել, իրանիչ, իրան գործը հեշտ է։ Հասկացաք, չէ՞։ Հասկանում եք, այդ ընկալման ունակությունը ինքը շատ կարևոր է։ Ու ինքը տրենիրովկա է արվում հենց տենց, որ տեքստերը երբեք չես շտապում առաջ գնաս։ Հա? Ամեն անգամ մտածում ես, այս բառը ինչի համար էր, այս բառը ինչի համար էր, այս բառ, օրինակ ես հիմա էքստազի մեջ եմ արտիստական բանականության այդ ունակությամբ, ես հիմա իրար մեկ-մեկ տեքստեր եմ գցում, չէ՞։ Ու գիտեք ոնց այս վերջերս ինքը մի բան ընկալեց, որ ես էքստազի մեջ էի։ Ինքը ասեց, այ հենց այս տեքստն է, որ առաջինն է, որ խոսած նրա մասին, որ Պարիկշիտը ինքը մահացողից դարձավ հոգևոր աշխարհ գնացող։ Այսինքն այն ազնվությունից, որ ինքը ամենասկզբում հարց տվեց, որ որն է պարտականությունը մահացողի, հա? Ու մեկ էլ հանգարց ասեց, ես ագահությամբ ուզում եմ լսեմ Աստծո մասին, այսինքն այդ ագահություն բառը, տես ինքը գնահատեց էդի, ես շշմել էի, որ ինքը կարողացավ։ Ես իմ մեջ պահել էի, ուզում ասի, տես այսի չնկատեց։ Մեկ էլ ասեց։ Հասկացաք, չէ՞։ Ինչ ասեց ինքը, ասում է, այստեղ այդ որ ինքը ասեց ագահություն, դա սիմպտոմ է, որ ինքը արդեն մոռացել է, որ ինքը այստեղ նստել է, որ հասկանա թե ինչ պետք է անի, որ ճիշտ մեռնի։ Իր համար արդեն մեկ է ինքը ոնց կմեռնի։ Հասկացաք, չէ՞։ Այսպիսի նրբությունները ընկալելու համար է պետք մտքի առողջությունը։ Ու ինքը դաստիարակվում է մենակ տեքստի հանդեպ ուշադրությամբ։ Որ ինչի, ինչ է կարևոր, որտեղ մեր շրջապատում ոչ առաքինի մարդիկ կան, ոչ էլ բոլոր տրանսցենդենտալ, որ մենք կարողանանք այդ ժիվո էլի այդ բանը տրենիրովկա անենք։ Դա մենակ տեքստերում ունենք հերոսներ, որոնց վրա մենք կարող ենք գնահատենք, вообще, ասենք, ինչա կատարվում, ինչա լինում էլի, ու այդ մտքի այդ ընկալման ապարատը ինքը այն մկանի պես, ոնց որ տրենիրովկայից անում բան ալնում, չէ, точно տենց, որ երբ որ դու այդ ուշադրությունը բան ես անում, ինքը դու կարողանում ես ընկալել այդ ընկալման ապարատը ուժեղացնել, չէ։ Հաջորդը դա բանն էր, ասեք, զսպվածությունը։ Զսպվածությունը դա տեսեք, դա ընկալման ապարատներ, որը միտքն է, չէ, որտեղ միտքը ինքը զգայարաններից ինֆորմացիա ընդունողն է։ Հիմա երկրորդը ինքը զսպվածությունն է։ Դա ինչի մասին է։ Ցանկությունների։ Որովհետև միտքը ինքը ցանկություններ ձևավորողն է։ Ինքը երբ որ ինչ-որ մի բան ընկալում է, այդ իր ընկալածի հիմքի վրա ինքը ցանկություն է ձևավորում։ Հասկանում եք։ Եվ այ հոգևոր աճի համար շատ պարտադիր է, որ մտքի ցանկությունները իրանք լինեն ղեկավարված։ Հա? Այդ ղեկավարված միտքը դա նշանակում է բարոյական մարդը։ Ուրիշ ոչ մի բան չի նշանակում։ Ղեկավարված միտքը ինձ չի որ, ոյ ես հիմա տորտիկ եմ ուզում, չուտեմ որտեղ գիշերա։ Էդ էլ է ղեկավարված, բայց այդտեղ դրա մասին չի խոսքը։ Հասկանում եք, ղեկավարված միտքը դա բարոյականության սկզբունքներին հետևելու ունակությունն է։ Ինչ նշանակում բարոյականության սկզբունքներ։ Այրացիներ իրանք շատ սիրուն են դա ասում, էլի։ Իրանք ասում են, բարոյականության սկզբունքները նախատեսված են նրա համար, որ դու ուրիշ կենցաղեակներին ցավ չպատճառես։ Հասկանում եք։ Всё, այդ բարոյականությունը դա է։ Это культура не причинять страдания другим живым существам. Это զգուշ քայլել է, էլի։ Այս աշխարհում որ ոչ մեկին չկպնես, ոչ մեկին չնեղացնես, ոչ մեկին ինչ-որ բան չանես։ Հասկացաք, չէ՞։ Հիմա, ուրեմն այս այա։ Եվ ասեք այդտեղ, չէ, մարդը ինքը այո, տեսեք, ինքը վրոզի թվում է, որ տեսեք, էլի տրենիրովկան ինքը լինում է նյութական աշխարհում։ Չէ՞, որտեղ դու նյութական աշխարհում ես, դու ունես նյութական հարաբերություններ, չէ՞, ու
ինչ որ եթե դու դառնում ես հոգևոր, որպեսզի դու կարողանաս այն մտնես, էլի մենք հիմա քննարկում ենք սկզբունքները, որի հիմքի վրա կենդանիակը ինքը կարողանում է խորասուզվի ներքին հոգևոր կյանքի մեջ։ Հասկանում եք, երբ որ իրան ներսում է ինչ-որ բան տեղի ունենում, էլի ոչ թե ինքը խաչակախում ու համարում է, որ ինքը քրիստոնյա է ու եսին ոնց ապրում, կամ չգիտեմ, ծիլակայա ներքում համարում է, որ ինքը Կրիշնայի տա ու եսին ոնց է ապրում։ Հասկացաք, չէ՞։ Ես Մաքսիմիլիան Թակուրի այդ գաղափարը, որ առաջի անգամ կարդացի Պրաբհուպադից հետո, դա շատ կոպիտ էր հնչում, բայց հետո երբ որ մտածեցի, ես հասկացա, որ իրականում ես այդ գաղափարի կարոտ էի։ Հասկանում եք, որ ինքը ասեց կան մակրոտեվիրալներ, որ ջիսերով են ման գալի, հա? Իսկ կան կեղծարարներ, որ առավոտից իրգու արդուկած դոճիներով, սիրում ծիլականներ նկարած, մաքուր ճապան ձեռքը, եսիմիր ման են գալի։ Հասկանում եք, բայց իրանք ինքը ասում է ասլապադոբնիի պրեդնի, այսինքն ավանականնման հոգևոր մարդիկ, որոնք իրանք ձևացնում են, որ իրանք հոգևոր են, բայց իրական հոգևոր չեն։ Հասկանում եք, այման մենք դեսից քննարկում ենք այն ֆակտորները, որը մենք պիտի ունենանք, որ կարողանանք մտնենք, ոչ թե պրինցիպները, այլ ֆակտորները, ես ինչ պիտի ունենամ։ Որտեղ երբ որ խոսվում է մտքի բանը, ձերժնս, որ ասեցի, մտքի զսպվածության մասին, չէ, այ ինքը, օրինակ տեսեք ասենք, դրա համար Արգյունան օրինակ, Բհագավադ Գիտայում ինքը ասում, երբ որ Կրիշնան ինքը խոսում է մտքի ղեկավարման մասին, ինքը ասում է, դու բան չասում, միտքը ինքը քամուց արագ է, իրան ո՞նց է հնարավոր ղեկավարել։ Հասկանում եք, եւ Կրիշնան ինքը մի հատ պարզ բան ասեց, չէ, ինքը ասում է, ճիշտ ես ասում, ինքը քամուց արագ է։ Եթե դու իրար ճիշտ ես վարվում, ինքը ոնց որ քամուց արագ նյութական ցանկություններ ա ձևավորում, точно այդպես քամուց արագ հոգևոր ցանկություններ ա ձևավորում։ Ինչից է կախված։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե դու ինչքանով ես քո մտքին տալիս հոգևոր ինֆորմացիա, հա? Այսինքն ինչքանով ես դու շփվում հոգևորի հետ։ Ինչքան շատ ես դու շփվում հոգևորի հետ, այդքան ինքը ինտենսիվ սկսում է հոգևոր ցանկություն։ Իր համար մեկ է, ինքը ինֆորմացիան ստացավ, ինքը վրաս գնահատում է դուրս գալիս է, դուրս չի գալի, գնաց միանգամից ցանկություն ձևավորելու։ Հա? Եվ այդ որ ազնվորությունը ինքը պետք է նյութական օբյեկտների հանդեպ զսպված լինի, չէ՞, որտեղ զգայարանը ինքը ուղեղ չունի։ Իմ ոչ մի զգայարանը ինքը ուղեղ չունի։ Ինքը ներվով կապված է մտքիս հետ, ուղեղիս հետ, չէ՞։ Էդի մտքից է որ իմպուլս է գալի, ես եմ ուզում, եթե այդ ցանկությունը ինքը օրինակ ասում եմ, այ մեզ մի փափուկ բանելներ պարկերի, չէ՞։ Այսինքն մաշկին, ես միտքս դիմեց մաշկի զգայարան։ Մաշկը գնաց փափուկ բարձ փտրելու։ Հասկացա, կոպիտ ասած, չէ՞, всё, էջի ու չէ, լավ չի, չեմ ուզում։ Հասկանում եք, այս պահերը իրանք շատ կարևոր են, էլի։ Ու ասենք, տեսեք, իսկ բարոյականության օրենքները, ինքը այդ է, որ ինչ որ բաներ կա, որտեղ ասենք, երբ որ մարդը ինքը ձեզ բարձի թողի թողած է, չէ՞։ Այդ ոնց որ մենք բոլորս ենք, էլի։ Այդ երբ որ բարձի թողի թողած է, ինքը այսպես է, էլի, որ ինչ պատահի տեսնում ես։ Ինչ պատահի լսում ես։ Ինչ պատահի, ինչի հետ պատահի շփվում ես, ում հետ պատահի շփվում ես, ոնց պատահի շփվում ես, չէ՞։ Ու մի վարքյան դաժե չես մտածում, որ այդ ամեն ինչը ինքը հիմք է հետագայում նյութական ցանկություններ ունենալու։ Հիմա կա մի հատ երևույթ, որը անձամբ ես չեմ սիրում։ Տեսեք, կան աղանդավոր մարդիկ, որոնք իրանք ինչ-որ տենց սխալ պատկերացումների մեջ են, հոգևորի, չէ՞։ Իրանք այս տրամադրության մեջ են մտնում։ Վայ դու բան, հերոստացույց, վայ չէ։ Էսի չենք նայում, էլի չենք տեսնում, սրան չենք լսում, էսի չի խոսում, սրա հետ չէ, դու ինձ կողքով вообще դու ինձ գնա, բայց ում հետ եմ շփվում, մենակ իմ աղանդի ներկայացուցիչների հետ, բայց բնական
Մնացած հոգևորները սատանայից են, դե սատանայիցն էլ զաթի սատանայից են։ Всё։ Սա իհարկե շատ կոպիտ բան է, էլի իրականացում է հոգևոր սկզբունքի, չէ՞։ Իրականում հոգևոր մարդը ինքը պետքա շատ նուրբ լինի։ Ու պարտադիր չի, որ իր ներքին հրաժարումը, հա, դիմացինը ընդհանրապես ընկալի։ Ասենք, այ ինքը եկել է, ինչ-որ բաներից է խոսում, բայց դա քո համար հետաքրքիր չի։ Չէ՞։ Բայց որ իհարկե, Բաքսիմդոր Թակուրը ինքը հետագայում մի հատ շատ կարևոր կետ կասի, որն է կոչվում նյութական շփում։ Այսինքն, որ մենք ասում ենք միտքը պետքա լինի զուսպ, դա նշանակում է, որ հոգևոր մարդու միտքը պետքա չձգտի նյութական շփումների։ Հիմա որն է նյութական շփումը։ Բաքսիմդոր Թակուրը ասում է, երբ որ դու շփվում ես նյութապաշտի հետ, սրտանավարի ասեմ էլի, ու քեզ հավես է։ Հա։ Երբ որ քո ներսը իրոք զբաղված է հոգևորով, երբ որ դու շփվում ես նյութապաշտի հետ, դա քո համար բացարձակապես դատարկապորտ շփում է։ Հա։ Ու դու քո ներսում իրականում անհամբեր սպասում ես էսի երբա բրծնելու։ Բայց ես դրա սիրահարում եմ արտաքինից դու դա երբեք ցույց չես տալիս։ Ոչ թե որ դու կեղծավոր ես։ Հասկանում ես, կեղծավոր մարդը ինքը թաքցնում է իր սխալը, որ ցույց տա, որ մտում ինքը ճիշտ է։ Հոգևոր մարդը ինքը ուղիղ հակառակն է։ Ինքը թաքցնում է իր ճիշտը, որ սխալի մեջ գտնվողին չանհանգստացնի։ Հասկանում եք։ Տեսեք, սա ինչու է էլի կարևոր։ Նայեք, մի կողմից Ռոզի ասվում է, որ հոգևոր մարդը ինքը պետքա խուսափի նյութական շփումներից, չէ՞, եւ Բաքսիմդոր Թակուրը ինքը ասում է, սա չի նշանակում, որ հոգևոր մարդը ինքը չունի գործնական հարաբերություններ, հա։ Կամ ասենք, որ հոգևոր մարդու ամուսինը կամ կինը կարող են լինեն նյութապաշտ։ Դա չի նշանակում, որ դու բացես դե գնաս տեղից։ Դա շատ կոպիտ է, այդ դա է, որ ինքը ֆանատիզմի ինքի վրա իրականացումն է, էլի։ Իսկ այդ կոպտությունը Կապիլադևան, հեսա շուտով մենք Բագավատամով կմտնենք Կապիլադևայի ուսմունքի մեջ, Կապիլադևան ինքը մի հատ շատ կարևոր սկզբունք կասի։ Ինքը երբ որ խոսա նրա մասին, որ հոգևոր կյանքը ինքը նույնպես լինում է գունաների մեջ, ինքը կասի, նա ով երկրպագում է ինձ, Աստված ասում են, ասում նա ով երկրպագում է ինձ, բայց չի նկատում իր շուրջը գտնվող կենդանիակներին, ինքը հոգևոր է տգիտության մեջ։ Հասկացա՞ք, չէ՞։ Իսկ ի՞նչ է նշանակում չի նկատում։ Դա շատ մարդ, երբ որ մենք չի նկատում արհամարում է, էլի, հա։ Ի՞նչ է նշանակում արհամարումը։ Չի նկատում, դա նշանակում է, որ ինքը չի ոչ մի արժեք այդ կենդանիակի մեջ չի տեսնում։ Հասկանում եք։ Չէ, երբ որ այդ կոպիտ վերաբերմունքը կա, բան դուրս չեմ շփվում, ես ինչ, չէ։ Դա ֆանատիզմն է։ Եւ այդ մենք այդ է, էլի, որ Կապիլադևան ինքը տեղ ասում է, էլի, որ ես իրանց համարում եմ բան, նյութապաշտ հոգևորականներ, որոնք իրանք լրիվ սխալ բանի մեջ են։ Իրանց թվում է, որ եթե իրանք մենակ ինձ են բանանում, երկրպագում, իրանք չեն իմանում, էլի, որ ես ինձի չեմ տարբերում իմ նվիրալներից, հա, իմ մասնիկներից չեմ տարբերում, ինչի որտեղ իրանք իմ անբաժանելի մասնիկներն են։ Ոնց որ, ասենք, օրինակ տրադիցիոն ընտանիքում, չէ՞, ոնց է ընդունված, օրինակ եվրոպական ընտանիքում մենք կարող ենք տեսնենք, որ օրինակի համար տղամարդը ինքը վատ հարաբերություններ ունի ինչ որ մի տղամարդու հետ, հա, իսկ կինը այդ տղամարդու հետ ընկերություն է։ Ու հակառակը։ Ասենք կինը ինքը վատ հարաբերություններ ունի ինչ որ մի կնոջ հետ, տղամարդը ինքը այդ կնոջ հետ ընկերություն է։ Ու գաղափարը ինքը կանգնում է նրանում, որ դա քո թշնամությունն է, այդ մարդը կոնկրետ ինձ ոչինչ չի արել։ Ու տեսեք տրամաբանության տեսանկյունից, այս սկզբունքը ինքը թվում է ճիշտ։ Չէ՞։
Հիմա իստե շիկլիշտան ինքը ասում է նա ով որ սիրում է ինձ ու չի սիրում իմ նվիրալին ինքը ինձ չի սիրում չէ հիմա տեսեք մենք ոնց որ թե կանգնեցինք ընտրության առաջ չէ որ կամ աստվածաճիշտ կամ հոգեբանները բայց իրականում երկուսն էլ ճիշտ են ինչու որտեղ որ Աստվածը ասում նա ով որ սիրում է ինձ բայց չի սիրում իմ նվիրալին ինքը ինձ չի սիրում իր ասածը հենված է իր կատարելության վրա հասկանում եք այսինքն ինչի վրա որ նա ում ես ընդունել եմ որպես իմ նվիրյալ ինքը չի կարող լինի թերի հա ու դու ոնց ես կարողանում տեսնես թերություն մի անձնավորության մեջ որի մեջ ես Աստվածս թերություն չեմ տեսել հասկացաք տեսեք ուրեմն ինքը այդտեղ ճիշտ է որտեղ իր անկալումը ինքը ճիշտ է ու երբ որ ինքը ինչ որ մեկին լավ է վերաբերվում չէ դա նշանակում է որ ինքը 100% գիտի ինքը ում է լավ վերաբերվում հասկանում եք իսկ երբ որ ասենք հոգեբաններն են ասում որ դա սխալ սկզբունք է ինչի որովհետև երբ որ օրինակ ասենք եթե ես ինչ որ մեկի հետ հարաբերություն փչացրեցի չէ դա բոլորովին չի նշանակում որ ես ճիշտ եմ ու այդտեղ իմ կողքինը, երբ որ ինքը ասում է, գիտես, դու սխալ ես, ես քո հետ համաձայն չեմ։ Ու այս սիտուացիայում ես պատճառ չեմ տեսնում, որ ես այդ մարդու հետ չշփվեմ։ Հա? Հիմա ինքը ճիշտ է։ Բայց տեսեք, եթե մենք օրինակ վերցնում ենք օրինակ հայկական տրադիցիաներից, չէ, ես դա շատ եմ սիրում։ Այդ մի բանը ես ահավոր սիրում եմ։ Որոց ինքը սխալ տրադիցիաների մեջ է մտնում էդի, բայց ես շատ եմ սիրում։ Չէ, որ եթե դու կպար ընտանիքից մեկին, բարձ։ Չէ, օրինակ ես միշտ ասում եմ, չէ, որ ինչ-որ մի հատ կրոնական կազմակերպություն կա, որի հետ ես շատ փիս կոնտրեմ։ Իրանք ինձ ընկալում են, որպես իրանց հեղինակության համար մեծ բան ուգրոզը վտանգ։ Ու ասենք, երբ որ իմ պատճառով, իմ լեկցիաների պատճառով հարցականի տակ դրվեց իրանց առաջնորդի կվալիֆիկացիան իրանցից մեկը ինձ հետո նամակով գրեց ասեց դուք պետք է հասկանաք որ եթե դուք կպել եք մեզանից մեկին դուք կպել եք բոլորին И это будет команда ФАС այսինքն մենք սաղովս հարձակվելու ենք քո վրա կարած դիմացի Հասկանում եք նա մի բան ասեմ այ որ այդ մարդը այդ բանը ասեց ես իրանից չնեղացա Ես ասի որ ինչ ավեսա որովհետև հենց այդ պահին հայերը մտնում էին իմ սենյակ ու ասում էին Արչի ջան դե հասկացի մեզի բան մենք ստեղ ենք բանում հացը ջուրը ստեղ է բան բոլորս հասկանում ենք որ դու ճիշտ ես բայց չենք կարա իրա դեմ գնանք հա ինձ իրանքից ինչ էին ասում մենակ ես ոնց կարաս սա մնա ով է ճիշտ հասկանում եք ես այդ եմ սիրում էլի որ ընտանիքը եթե նույնիսկ մեկը սխալվել է արտաքին աշխարհում դու իրան պաշտպանում ես հայտո կարաս բերես տուն ինչ ասես շալափը թափես գլխին դուպիտ ասած բայց սկզբում ինքը պիտի զգա որ ինքը ընտանիք ունի հա ու ասենք ընտանիքը այնա որ ոնց որ սխալ ուղղելու հնարավորություն տվողն է չէ հասկանում եք այդ եւ Կրիշնան ինքը այստեղ ասում է Ասում եթե դու երկրպագում ես ինձ, բայց չես ընդունում ուրիշ կենդանիակներին, արհամարում ես իրանց անուշադիր ես իրանց հանդեպ, հա, դու պետք է հասկանաս, որ դու արհամարում ես ինձ։ Որովհետև քո կյանքում չկա ոչ մի տենց կենդանի էակ, որին ես չեմ ուղարկել քո կյանք։ Ինչի եմ ուղարկել, որովհետև կամ դու վաստակել ես այդ հարաբերությունները, ուզում ա լավը լինի, ուզում ա վատը, հա։ Կամ դու վաստակել ես այդ հարաբերությունները, կամ ես այդ կենդանիակին բերել եմ, որ դու իր համար ինչ-որ մի բան անես։ Հա,
Իսկ երբ որ դու գալիս ես իմ առաջ, բան, Աստված ջան, ես իմ ինչ ու նրան вообще չես նկատում։ Դու ականջի ոսե բաց ես թողնում вообще։ Թե այդ կենթանիակը вообще ինչի է եկել կյանք։ Դրա համար հոգևոր մարդը ինքը ամեն մի կոնտակտի ժամանակ առաջի հերթին ինքը մտածում է ինչի համար է գերագույն աստվածնավորությունը այս էակին հիմա բերել իմ կյանք։ Երկու կետով է ստուգվում։ Ինչի համար է բերել, որ ինձ երջանկացնի, այսինքն իմ լավ ճակատագիրն է ինքը, հա, որ ինձ դաս տա, այսինքն իմ վատ ճակատագիրն է ինքը, չէ՞, կամ որ ես իրան օգտակար լինեմ։ Ինչի համար է բերել։ Այլ որ այդ հարցը նախապես տրվում է, այսինքն դու միշտ հիշում ես, որ քո ուրիշ կենթանիատների միջև արանքում կա միշտ Աստված ու իր կարծիքը, թե ինչի այս ամեն ինչը քո կյանքում տեղի ունենա։ Չէ՞։ Հասկանում եք։ Ու ասենք IT ինքը մտքի զսպվածության շնորհիվ է այդ ամեն ինչը արվում։ Ու երրորդ որակը, որի մասին ինքը խոսեց, դա abstract մտածելակերպներ, չէ՞։ Մենք դες այդ անցյալ անգամ իմին abstract մտածելակերպը բավականին նայեցինք, հիմա չեմ ուզում անանեմ, չէ՞։ Հաջորդ կետը, որը Մաքսիմոն Թակուրը ինքը քննարկում է որպես մտքի որակ, դա կենտրոնացումն է։ Հասկանում եք։ Այսինքն հոգևոր կյանքով շատ անբարենպաստ է, երբ որ կենթանիակը ինքը հոգևոր կյանքով զբաղվում է այն մատերի արանքով էլ այսպես։ Между делом։ Ուսեն այդ լավ խոսք է, էլի, между делом, գործերի արանքում։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն ինչի մասն է խոսքը, որ ամենասկզբից մտքին պետքա սովորացնելը ո՞րն է, դա քո որոշումն է։ Եթե միտքը ինքը տեսնում է, որ դու քո մեջ ունես այդ որոշումը, որ հոգևոր կյանքը իմ համար կարևոր է, չէ՞։ Ինքը այլևս, ասենց ասեմ, էլի, ինքը այլևս ռիսկ չի անում, քեզ քո ուշադրությունը շեղի, երբ որ դու զբաղված ես հոգևոր կյանքով։ Հասկանում եք։ Պրոստը ռիսկ չի անում։ Ոնց եք իմանում, դուք եք ձեզ շեղում, թե ուրիշները, որտեղ իրականում, երբ որ մարդը ինքը զբաղվում է հոգևոր կյանքով, դա միայն աստվածամերժության դարաշրջանում է տենց էլի, իրան շրջապատող աշխարհիկ մարդիկ, իրանք անում են ամեն ինչ, որ այդ ազնվորությունը վերադառնա իրանց դաշտ։ Ինչի, որտեղ աստվածամերժերը իրանք միշտ կենտրոնացած են իրար օգտագործելու վրա, հա։ Իսկ եթե դուք նկատել եք, երբ որ մենք դառնում ենք հոգևոր մարդ, մենք մեր ինչ-որ մի հատ մասով դադարում ենք այդ շրջապտույտի մաս լինելը, հա։ Ու իրանց մոտ ոնց որ ցիպոչկան կտրվեց։ Իրանք ձգտում են այդ ցիպոչկան կպցնեն, որտեղ որ իրանք սովորեն էներգիա ստանալ, էլի, ձգտում են կպցնեն, անպայման քեզ նորից խցկեն այնտեղ, հետո եթե չի ստացվում, պրոստը այստեղ իրանք մեջ են կպցնում, պցրում գնում, քեզի մոռանում են։ Չէ՞։ Հիմա ասենք, այսա ինքը շատ կարևոր պահ է, էլի, որ կենթանիակը որպեսզի ինքը հաջողակ լինի հոգևոր աշխարհում, հոգևոր կյանքում, ինքը պետք է իր մտքի կենտրոնացման որակը օգտագործի։ Եթե մարդը ինքը չունի կենտրոնացման ունակություն, չէ՞, դա օրինակ ասենք ճապոնացիները, ես հələ երևի 15 տարեկան էի առաջի անգամ դա կարդացի, շատ հետաքրքիր փորձեր են, շատ հետաքրքիր են երեխա դաստիարակում։ Օրինակ իրանք կարող են փոքր երեխային կանգնացնեն, չոքացնեն անկյուն, բայց ոչ թե որ ինքը պատժված է, այլ ասես հանգիստ, սա բան է, որ դաստիարակման մեթոդ է։ Իրան նստացնում են այդտեղ ու խնդրում են, որ ինքը չշարժվի, էլի, այդտեղ մնա։ Հա, նայեք, եթե դուք մի հատ փորձեք տես մի բան անեք, չէ, դուք կտեսնեք, որ սկզբում ձեր մարմնի մեջ ցեց է մտնում։ Հա։ Ունեք անհանգիստ մտքի բաներից մեկն է, երբ որ մարդը հա ոտքերը սենց ոտքերը հա անհանգիստ է, չէ՞։ Հա։ Դա միշտ նշանակում է, որ մարդը ինքը իր ներսում խառավիճակի մեջ է, էլի խառնա։ Հասկացաք։
Հիմա, տեսեք, ու ասենք, այ որ իրանք տես կանգնաստում են, չէ, իրանք երեխային փոքր ժամանակվանից ինչ են սովորացել։ Հա ինքն էլ ուզում եմ բան, չէ, այդտեղ դու նստես։ Հա, ու այդտեղ այնքան են նստացնում, մինչև սկզբում ինքը ընկնում է։ Բայց ժամանակի ընթացքում ինքը սովորում է մնալ դատարկության մեջ։ Այսինքն, երբ որ միտքը, որտեղ այդ անկյունը ինքը դատարկ պատա, չէ, այդ դատարկ պատը, իմ զգայարանները 2 ժամ ոչ մի բան չեն ընկալում։ Ու ես հա ուզում եմ վիզս շուրջ տամ, որ մի բանի նայեմ, որ հետո դրա հանդեպ ինչ-որ մի հատ վերաբերմունք ունենամ, էդի մեջս էդի, եսի միջին ասում չէ, այստեղ, այն նայում ես այս պատին, որտեղ ոչ մի բան չկա։ Чего они добиваются? Այդ էլի, որ միտքը ինքը սովորի անջատվել արտաքին աշխարհից ու կենտրոնանալ, որտեղ միտքը ինքը չի կարող ոչ մի բանի վրա կենտրոնացած չլինի։ Հասկանում եք, այդ տեսեք, երբ որ մենք առաջի պունկտն էինք, չէ, քննարկում, միտքը ինքը կենտրոնացած է ինքը իր հետ խոսալով։ Այն մուլտիկներում է, չէ, մեկ ցույց տալի, որ վզվազեց տեղ խոսած մեկի տեղ, հետո վզվազեց տեղ ուրիշ դեր, այդ միտքը ինքը այդ վիճակում է, մշտական, դիալոգի մեջ է, հասկանում եք, որ ինքը իր տեղն է խոսում, հետո կանգնում է այն մյուս մարդու տեղը, որ իր հետ ինքը խոսում է, ինքը սենց կասի, ես իր սենց կասի, ինքը ինձ սենց ու գնաց, չէ, всё, это же абсолютно не контролируемый այդպիսի մտքի վիճակով, հիմա այդ ուզում Մաքսիմը դասի, հոգևոր կյանքում, այնտեղ ներքին հոգևոր կյանքում հնարավոր չի լինել հաջողակ։ Հասկանում եք։ Ուրեմն տեսեք, Վասիլիոս Թակուրը ինքը ասեց, մարմինը վերջում ինքը ինչ ասեց։ Երբ մենք կարող ենք հասկանանք, որ մենք մեր մարմնի հետ լավ ենք վարվում, չէ, ինքը ասեց, спокойная и уютная жизнь в теле։ Հասկանում եք։ Այդ երբ որ առողջ է մարմինը, էլի, որտեղ ոչ միտեղից սի բաներ չի տալիս, էլի, որ ստեղս սալման, տեղս բատայսի չեմ կա, այսի ինքը ասում է հանգիստ եւ կոմֆորտ կյանք մարմնի մեջ։ Հասկանում եք։ Օրինակ ասենք, տեսեք, ինքը սենց է։ Այմա կարաք ասեք ֆիթնես գնացողները որն են խախտում։ Չէ, այս երկու սկզբունքի որն են խախտում։ Հանգիստը։ Որտեղ նրանք ովքեր գնում են ֆիթնեսի, իրանք մշտական իրանց մարմինը, հատկապես մկայնային համակարգը պահում են լարվածության մեջ։ Իրանց թվում է, որ դա լավ բան է։ Никто не может сказать, что есть спортсмены-долгожители. Нет такой практики. Че? Все долгожители мира, они живут спокойной жизнью, никто из них не бегает, не прыгает, штангу не поднимает, они в основном живут в горах, да? И, например, и курят, и пьют, и черт знает, что делают, и 98 лет живут. Հասկացանք, չէ՞, այսինքն այդ երկու բանը պիտի պահպանվի, որ համարվի, որ քո մարմինը ինքը բարենպաստ է հոգևոր կյանքի համար, քեզ պիտի հանգիստ լինի այդ մարմնի մեջ, հա, ու ույուտի։ Հանգիստ է տշակված իրանք գերլարվածության մեջ չես գցում, երբ որ դու մարմինը գերլարվածության մեջ ես գցում, ինքը հետո քտերիցը դեպի բերում։ Օրինակ ասենք, նայեք, ասենք սպորտսմենները, չէ, այդ վազողները, բաները, եսի ինչի, իրանց մոտ շատ հաճախ հիվանդություն կա, որ ինքը կոչվում է բычье сердце, հա? Այսինքն ես որ իրանք տրենիրովկաները դադարում են, իրանց սիրտը միանգամից 2 անգամ մեծանում է, ու թուլանում է, ոնց որ մկան, լղկում ընկնում է սիրտը, ու իրանք շատ արագ ինֆարկտ, այս բաներից մահանում են, չէ, բայց այն պահին իրանք սենց լարված բան չուր, սաղ աշխարհն մեր ասենց բան այսի մեջ է, բայց ինքը մշտական գերլարված վիճակի մեջ է պահել մարդը, դրա համար է, որ յոգեր իրանք սիրում են сделал так, через левое ухо и держи 2 часа. Ասկացակ, մականը ինքը առողջանում է, ինքը ձգվում է, ինքը եսի միջանում, ածիմ է կամֆորտը։
Հասկացաք, չէ՞։ Ու ասենք իրանք միշտ պոզան դադարեցնում են, հենց որ հոգնեցին։ Իրանք երբ որ երկար են պահում, այդ տասնամյակներով, կյանքեր, չգիտեմ, հազարամյակներով, ժամանակներով, իրանք դա լարված չէին անում։ Հասկանում եք, ինքը մտնում էր մեդիտացիայի մեջ, դուրս էր գալի, մտնում էր, երբ էր դուրս գալի, երբ որ մարմինը հոգնեց։ Այդ սիմպտոմ էր, որ այս անձենքում դու կվալիֆիկացիա չունես։ Ինչի համար։ Որովհետև մեդիտացիան ինքը ենթադրում է, որ քո մարմինը պիտի չխանգարի, եթե քո մարմինը քեզ խանգարում է, այսինքն ինքը հոգնեց, դա ի՞նչ անշարակում։ Դու չես կարող մեդիտացիա անես, որտեղ մարմինը ասում է, այստեղս ցավում է, այստեղս հարմար չի։ Մի հատ էս ոտը սենց արա, էս ինչս թմրել է, այնից չէ, всё, մեդիտացիան բրծավ։ Դա մարիկ հանգիստ առանց ոչ մի ներվի միանգամից դուրս է գալիս։ Հետո ասում է, держи левое ухо 3 часа։ Ուտենց կամաց ավելացնում այն ժամանակը, ինչքան որ ինքը կարող է այտենց հանգիստ պայմանում իր համար խաղաղ նստի։ Հասկանում եք, այդ յոգայի վերջի պոզան, որը ինքը մեդիտացիայի պոզան է, չէ, ինքը абсолютный խաղաղության պոզան է։ Спокойное тело, всё։ Հասկացաք։ Հələ մի հատ փորձեք լոտոսի մեջ 2 ժամ հանգիստ նստեք։ Հետո ձեր հետ խոսեմ։ Հասկացաք, չէ՞։ Հիմա այն նույն ձևի էլ միտքը ինքը ունի իր ոնց որ այդ սիմպտոմները ունի, չէ՞։ Որը ոնց ասեմ, որ այտենց մտքի հետ իրականում ապրելը հավես է։ Գիտեք ինչի։ Որովհետև տենց միտքը ինքը լինում է սովորաբար ստեղծարար։ Դուրս չես։ Հա։ Ուրեմն նախավերջինը էդի կենտրոնացումն է եւ վերջինը, վերջի որակը, որը ինքը պահանջում է մտքից, դա էլի ինքը իր հետ խոսալն է։ Բայց ինքը իր հետ փիլիսոփայել է։ Հա? Умение самим собой философствовать о жизни. Ոչ թե դու մտածում ես, թե սրան խիսես չասեցի, ինձ սենց եղավ, ես մեկ ինձ ցավացրեց իրա վրա 10 տարի հետո որ հանդիպեմ վիզը կփոկեմ, չգիտեմ ես ինչ, հասկացաք, չէ՞։ Այդ միտքը ինքը հոգևոր կյանքի, իրական հոգևոր կյանքի համար նախատեսված չի։ Այսինքն մենք պետք է հասկանանք, այստեղից ինչ եք հասկանում, չէ՞, որ երբ որ մենք աստվածամեժության դարաշրջանում աշխարհիկ կյանքից գալիս ենք հոգևոր կյանքի, մենք այս երկու թեմայի վրա, հիմա տեսեք, մենք ահագին գրամտա ստացանք, չէ՞, ոնց է գիտելիք չէ։ Կրթություն ստացանք, չէ՞, թե ամենասկզբում մենք ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Հիմա ամենակարևոր հարցը, որ կարողանանք։ Հասկանում եք, սա ոչ թե ինքը առաջընթացը ապահովողն է, այլ որ դու կարողանաս մտնես հոգևոր կյանք, զբաղվես այդ հոգևոր կյանքով, չէ՞։ Հիմա տեսեք, եւ Մաքսիմիլիան Թակուրը ինքը հաջորդ քայլով ինքը սենց ասում, ինքը ասում այն անձնավորությունները, որ իրանք այս բաները չունեն, որոնց միտքը այս որակները չունի, այսինքն ինքը քնած է, հա, անցալումը ով ինչի համար է, ինքը իր մեջ իրանով զբաղված, ոչ մեկի ոչ տա կարտում է, ոչ գիտի ով ինչ անում, ով ինչի համար անում, հա, այսինքն էդի որն է, այ մաշակերտները հիմա պետք է հիշեն, դե ամենասիրած գաղափարն է, էդի որն է, внутренний наблюдатель, չէ՞, այդ восприятием ինքը внутренний наблюдатель включով, այսինքն դու միշտ, երբ որ դու շփվում ես արտաքին աշխարհի հետ, դու կենտրոնացած ես այդ աշխարհի վրա։ Երբ որ դու շփվում ես հոգևորի հետ, դու կենտրոնացած ես այդ հոգևորի վրա։ Հասկանում եք։ Իսկ ասենք սովորաբար, չէ, եթե մարդը ինքը այդ մտքի տրենիրովկան չունի, մտքի այդ որակը չունի, հիմա սենց է ստացվում։ Ինչ մի քանի ծիծաղալու սիտուացիա է ստացվում, ես որ տեսնում եմ, շատ սովորաբար որ անկեղծ ասեմ, հազիվ եմ զսպում, որ չծիծաղամ, ասում կմտածեմ ձեռը մարնում իրանց, չի ծիծաղում վրաները, չէ։ Ասենք սովորաբար ինքը սենց է, էլի։ Տենց միտքը, չէ, երբ որ ինքը զբաղվում է հոգևորով, ինքը մտածում է նյութականի մասին։ Հետո գնում է նյութական, սկսում է կարոտել հոգևորը։ Ու ոչ, այսինքն շիրաշփոտ է, էլի մտքի մեջ, հասկացաք, չէ՞, դիմացած շատ ծաղալու իրավիճակ է իրականում։ Այսինքն ինքը այնտեղ չի կարողանում կենտրոնացած լինի նրա վրա, որ ճիշտ
պահիրան, ստեղ էլ չի կարողանում կենտրոնացած լինի իր վրա, որ ստեղ մտածում է նրա մասին, ընդեղ մտածում է սրա մասին, իտոգում ինքը ոչ ընդեղա, ոչ ստեղ։ Ու հա չի հասկանում, почему это так, հասկացաք, չէ՞։ Այդ դրա համար է տեղ ունենում։ Այսինքն կենտրոնացումը, այ մտքի, որ միտքը ինքը ունի կենտրոնացման որակ, չէ՞, դա քեզ հնարավորություն է տալիս, որ երբ որ դու դուրս ես գալիս քո նյութական բաների մեջ, պարտականությունների մեջ, չէ, դու 100%-ով կենտրոնանում ես դրա վրա։ Ու այնտեղ միշտ կենտրոնացած ես դրա վրա, միշտ ճիշտ անես, չէ։ Այդ ժամանակ արդյունավետությունը ինքը ահագին բարձրանում է։ Երբ որ դու զբաղված ես հոգևորով, դու կենտրոնանում ես հոգևորի վրա։ Հասկացաք, չէ։ Եվ այն ժամանակ էլ շատ բարձրանում է հոգևոր բանը։ Այս է, այդ որ ասում ենք վասպրիացիա, չէ։ Հիմա Բացիոն Թակուրը ինքը ասում է այն ազնվորությունը, որը ինքը այս ընկալումը, զսպվածությունը, абստրակտ մտածելակերպը, կենտրոնացումը, բանը, ասեք, զսպվածությունը եւ այդ ինքը իր մեջ absurdение նոր ասեցի։ Absurdение էլ է, որ ինքը քննարկումները, հա, որ ինքը իր ներսում կարողանում է քննարկի առանձինեսի, չէ՞։ Հիմա ինքը ասում է, նա ով էսի չունի։ Հիմա ինքը ինչ սիմպտոմներ է ունենում, չէ՞։ Ու տեսեք, ինքը շատ հետաքրքիր, հենց ամենաառաջի սիմպտոմը, որ ինքը ասում է, այդպիսի միտքը չի կարողանում լավացնել արվեստը։ Ես ունեմ Կարաչյան քաղաքացու շոկի մեջ եմ, չհասկացա, մի րոպե, ես սպասում եմ, որ չի կարողանում ռասա հասկանաբար, ես ինչ չի կարողանում լավացնել արվեստը, причем ստեղ հոգևորը։ Չէ՞ որտեղ ինքը ինչ ասում, չէ՞, ինքը ասում է այս կարողությունն է, այս մտքի այս կարողություններն են, որ իրանք կենթանիակին թույլ են տալի, որ ինքը մտնի հոգևոր կյանքի մեջ, չէ՞։ Մենք ասում ենք, թե էսի չունի, առաջի բանը, որ ինքը չի կարողանում զարգացնի արվեստը։ Արվեստը это о чем? Это эстетика, չէ՞։ Ընդհանուր առմամբ, это էսթետիկը, որը ինքը ազդում է մարդու էմոցիոնալ աշխարհի վրա։ Չէ՞, ինքը ինչ կարևորեց։ Այսինքն, որ հոգևոր աշխարհում, չէ՞, տեսեք օրինակ հիմա, երբ որ մենք կհասնենք ձեզ այդ արդեն, երբ որ պատմությունները կկարդանք, բան, չէ՞, մենք կտեսնենք, որ օրինակ արիացիները ու իրանց գրվածքներում, չէ, սենց մանրամասնորեն, օրինակ նստած է, Շուկադևը Գոսվամիի նման հրաժարվածը, այն որ հրաժարվածը պատալոգ է հրաժարվածության, չէ, նստած է այդ ձևի հրաժարվածը, չէ, ու այդ հրաժարվածը ինքը խոսում է, ասենք ինչ-որ մի հատ, օրինակ Լաքշմիի մասին, Աստվածուհու մասին, չէ, ու սենց սկսում է մանրամասը նկարագրել իր հագուկանը։ Ես էդի, որ անկեղծ ասեմ, սկզբում, ես էդի բան է անում, ման է գալիս դիալոգ, որտեղ ինձ համար իմաստ կար, հասկանում եք, որտեղ ես вообще կենտրոնացած չէի, ինչ ապար ինչ տարբերություն Լաքշմիից տեղը ուլունքա անդեղից, ինչի աստեղ դուրում, какая разница, ոչի բան էդի չի փոխում, չէ։ Պատերագամ, երբ որ հակապես ես որ մտա արդեն այդ անարդային իվրիտի process-ի մեջ եւ հասկացա, որ ասենք ամեն բան, որտեղ ասվում է, ինքը ունի իր սիմվոլ, այդ բոլոր ուկրաշենյաները, իրանք սիմվոլներ են, այդ սիմվոլները իրանք ունեն իրանց իմաստը, ու երբ որ մարդը ինքը այդ իմաստները գիտի, ինքը կենտրոնանում արդեն, ասենք այդ ազնվորության վրա լրիվ ուրիշ ձև, и так далее, հա։ Հիմա հետագայում մենք այդ ամեն ինչի մանրամասը կնայենք, էլի, հասկացաք, չէ՞։ Այսինքն արվեստը ինքը իրականում հոգևոր աշխարհի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Красота во всем։ Չէ՞։ Տեսեք, գերագույն աստվածավորությունն է, որը ինքը համընդհանուր ինքը երանության մարմնավորումն է։ Համընդհանուր, բայց երանության մարմնավորումն է, չէ՞։ Ու ինքը, տեսեք օրինակ ասենք, չէ՞, կապած օրինակ քրիստոնյաները իրանք ասում են Աստված շրջապատված է հրեշտակներով, որոնք իր օգնականներն են։ Արիացիները իրանք ասում են նախասկզբնական գերագույն Աստծո ազնվորությունը հիմա շրջապատված է իր ամենագլխավոր 8 գոբիներով,
որոնցից ամեն մեկը իրանից ներկայացնում է արվեստի մի ճյուղ։ Մեկը բանաստեղծ է, մյուսը կոմպոզիտոր է, հասկացաք չէ՞։ Մյուսը նկարիչ է, մյուսը չգիտեմ ինչ է, բոլորը իրանք հմուտ են ինչ որ մի արվեստի մեջ։ Հասկանում եք, ու այստեղ այ որ ինքը ասում է, որ չի կարողանում առաջ տանի արվեստը, չէ՞։ Հիմա ի՞նչ է նշանակում արվեստ։ Արվեստը էդի որն է։ Էդի իմ արտաքին աշխարհի ընկալման, չէ՞, պատկերն է։ Չէ՞, это мои представления, как я воспринимаю мир։ Եթե օրինակ ասենք ես ընկալում եմ աշխարհը որպես չար կամ որպես պայքար, ես հորինում եմ ռոք մուզիկա։ Հասկացաք։ Հա՞։ Այսինքն ինքը այդ հայրին է։ Չէ՞։ Հիմա այդ դրա համար չէ, բայց արվեստը ինքը մեկ ամեն տեղ կա։ Այ ուզում ա դուք գնաք վեստեք պիգմեյներին, չէ, իրանք մեկը արվեստ ունեն։ Ուզում եք վեցեք Աֆրիկայի ամենայն չգիտեմ ինչ ծեղերին, չգիտեմ անտառներում ապրող Ավստրալիայի աբորիգեններին։ Ուզում եք վեցեք, իրանք անպայման ունեն արվեստ։ Իրանք անպայման պարում են, անպայման երգում են, եթե դաժե ուրիշ ինստրումենտներ չունեն, են բանդորներ ունեն, չէ՞։ Առաջի ճակրավ, հա, ուշքս կմաշատապսի։ Հասկանում եք, չէ՞ եղեք ջան։ Այսինքն տեսեք ինքը միանգամից ասեց։ Այդ որակավորում ունեցող միտքը ինքը առաջատանում արվեստը։ Օրինակ, երբ որ մենք ստանում ենք արիացիների աստվածությունները, տեսեք օրինակ սկանդինավների աստվածները մեկը մի աշկ ունի, մյուսը չգիտեմ ինչ, այսինքն փրչոտ, մեկը հապլանա է, մյուսը խորամանկա է, ճումաննես մանավորներ են, այդ ոքի չես հասկանում, փրչոտ ստեղ աստվածային է вообще, չէ՞։ Սլավոնականները իրանք համնենց, ոչ, բանա, չէ, ինքը շատ տարբեր է։ Հիմա օրինակ, ու ես միշտ ասում եմ, որ անձամբ ես, չէ, ասենք շատ մեծ բան եմ ապրել, որտեղ ասենք դե քրիստոնյա աշխարհում ենք ապրում, նրանք ովքեր որ լույս զբաղվում են քրիստոնեությամբ, իրանք հենց էլի, ես միշտ ասում եմ այդ անգույն մեշոկի մեջ, այդ անգույն ինչ որ իրանք շնի, ոչ ծիծաղա, ոչ ուրախանա, ոչ էսի ինչ բան։ Ու երբ որ ես առաջի անգամ Պրաբհուպադի գրքերի մեջ բացեցի իլյուստրացիաները, ու մեկ էլ տեսա տես դու հնդիկների իրանք էս շատ բան, չէ, բայց դի արիացիներինն է, չէ, դի հնդիկներինը չի։ Ու ամենակարևորը, երբ որ ես տեսա այդ իրանց սենց աշխուժ չարաճճի կողքից գցած հայացքները, ես չեմ կարող նայել, էլի։ Այդ կողքից գցած հայացքները, չէ, ես շոկի մեջ էի։ Բայց ես իմенно այդ նկարների շնորհիվ հասկացա ինչ է նշանակում առողջ կենդանի էակ։ Հասկանում եք։ Հետո երբ որ ես նկատում եմ, չէ, ես տեսնում եմ, որ ինչքան ազնվորությունը ինքը իր մեջ ավելի առողջ է, այդքան ինքը ուշադիր է իր արտաքինի հանդեպ։ Չէ, կա որ ուրիշ գիծ է, այդ ուրիշ գիծը չեք քննարկում։ Հասկանում, հիմա այդ իմенно առաքինության մեջ, էլի։ Տեսեք, առաքինության մեջ իրանց արտաքինի հանդեպ անտարբեր մենակ հրաժարվածներն էին։ Մնացած բոլորը դա կրոնականության դաշտ էր, բայց եւ տղամարդիկ, եւ կանայք, չէ, իրանք sense օրինակ ասենք հիմա տեսեք, նայում եք, չէ, ֆիլմերը, Մահաբհարատան, Ռամանյան, չգիտեմ, Մահադևը, էսի չեն ինչա։ Ամեն մեկի վրա առնվազն 5 կիլո ոսկի կար։ Ես առաջի անգամ որ էդին նայում էի, ասպաստված սա գլուխ է, այս շալեմը ոնց է պահում։ Ինչ գլուխ ունի այս մարդը, դու պատկերացնես, եթե սա ոսկուց է, այսի քանի կիլո է։ Հայտի մենակ այդ ծանրությունը պահելուց գալավա ատուպե է դուժը, էլի։ Համաձայն եք։ Բայց տեսեք օրինակ ասենք, հիմա օրինակ պատկերացրեք, որ ինքը նայում ես տեսնում ես այս բան, ոյ տղամարդ բան, չէ՞, բայց
Ստեղ բրասլետ, մատանիներին, ակնճողներին, աչքի ականջներին ականջող, то есть տեսեք իրանց պատկերացումները առնականության մասին, вообще ուրիշ էին։ Չէ՞։ Կամ ասենք հռոմեացի սալդատները, իրանք հագնում էին իրականում մետաղյա յուբկա։ Չէ՞։ Մետաղյա յուբկա է։ Ու արդեն գալիս է սանդալները, բարձրացած ծնկները պաշտպանեն, չէ՞։ Ասենք որ նայում ես, չէ՞, այդ էսթետիկան ինքը բարձվում է, որ հոգևոր կյանքում ինքը ահավոր կարևոր է։ Ինչի են արիացիները այսքան կարևորում էսթետիկան կամ արվեստը, հա? Որտեվ արվեստն է, որ առողջացնում է կենդանիակի էմոցիան։ Մեկ իրանք ոնց են էլի կազմակերպում, որ դու հոգևոր կյանքում լինես երջանիկ, հա? Կամաց հասկանում եք, չէ՞։ Դες ասում եմ, որ եթե դու կարողանում ես արվեստ առաջ տանես, իսկ դա ինչ նշանակում, օրինակ արվեստը էդի օրինակ տնտեսավարությունն էլ, հա, կինը ինքը օրինակ պատասխանատու է տանը ու յուտի համար։ Էդի արվեստը, չէ՞։ Դա մեծ արվեստ է։ Թե ասենք ինչի հետ կարելի է համադրել, ինչը որի հետ է գեղեցիկ, չէ՞, որ մարդիկ մտնեն քո տունը, ասենք քո ճաշակից, որտեղ օրինակ ասենք ես գիտեմ այդպիսի էլի մարդիկ, որոնք իրանք sense նայում ես առանձին ամեն ինչ որ ընտրել է, շատ բարձր ճաշակի բաներ են։ Բայց if որ այդ ամեն ինչը sense իրար գլուխ դրվում է ինչ որ տան մեջ, այդ տունը դառնում է բան, մուլտիպլիկացիա, բան, ցիգանսկայա յուբկա։ Ու արդեն այդ ամեն մի առանձին իրի այն ազդեցությունը, որ ինքը պիտի ունենար, ինքը չունի։ Չէ՞։ Ու այդտեղ գալիս է այդ չինական բան, ճապոնական մինիմալիզմը։ Չէ՞ որ ասենք իրանք էլ հակառակն են, չէ՞, անում իրանք վերցնում են մի հատ օբյեկտ, այդ օբյեկտը տեղադրում են այստեղ, որ ինքը, ասես ինքը իրանով, այսպես քեզ լրիվ յուղի էնի։ Հասկացա՞ք, չէ՞, որ այդ ազդեցությունը, հա? Որ շատ է այդ բանը, չէ՞, այդ է էլ որ բան չկա, չէ՞, հիմա տեսեք, ուրեմն առաջինը դա է։ Առաջինը ինքը չի կարողանում առաջ տանի нет способности, հա? Բան լավացնել արվեստը, երկրորդը ինքը ասում է արվեստը եւ գիտությունը։ Այդտեղ պարզ է, չէ՞, եթե մարդը ինքը չի կարող լինի գիտնական, եթե ինքը չունի կենտրոնացում, եթե ինքը չունի զսպվածություն, չունի SN։ Հիմա երկրորդը ինքը ասում է, որ այդպիսի միտքը ինքը չունի ունակություն դուրս գա տգիտությունից։ Հա, այսինքն տեսեք, նայեք ինչի վրա։ Եթե մենք այդ 5 որակների վրա մտքի ուշադրություն չենք դարձնում, չէ՞։ Մենք ինչքան ուզում ուզենք, մեր ոչ մի բանը չի կարող մեզ տգիտությունից հանի։ Էդի նույն բանն է, ոնց որ ասենք հիմա ես, հա, պարկ եմ դիվանի վրա, համ տանձեմ ասեմ, բան, ես կարայի մարաֆոն վազեի, գրավեի առաջին տեղը ես, պատկերացնեք, հա, այդ է ստացվում, որ ինքը վազելու, այդ մարաֆոնը անցնելու, այդ մարաֆոնում հաղթելու ունակությունը չկա։ Всё, ինչ դարձավ, հոգևոր կյանքը դարձավ недостижимая мечта։ Դուք հասկանում եք ինչ են իմաստախոսում մտակոր իմաստը, ինչ նրբություններ է ինքը вообще բացատրում։ Հասկացաք։ Հիմա տեսեք, ասենք, ուրեմն դա է հաջորդ, ինքը չի կարողանում տգիտությունից հանի։ Երրորդը ինքը այդ է, որ ինքը ասում է, որ այդպիսի միտքը ինքը չի կարող զարգացնի գիտելիք, հա, ու հետևաբար չի կարող բերի ճիշտ գործունեության։ Այսինքն, եթե ազնվորությունը ինքը այս որակները, իր միտքը այս որակները չունի, հա, ինքը չի կարող ճիշտ գործի, որովհետև չի կարող ճիշտ գիտելիք զարգացնի։ Հասկացաք։ Այսինքն, այդ վիճակում, երբ որ միտքը ինքը այս որակները չունի, իր
վերջում միշտ միտքը դուրս է գալի հաղթող։ Միշտ։ Ինքը կոնտրոլի տակ չի։ Հասկանում եք։ Հիմա հաջորդը, չորրորդը, հա։ Ինքը ասում է, որ բանականությունը ինքը ի վիճակի չի ազատվի նյութական մտքից, որպեսզի կենտրոնանա գերագույն Աստծո ազնվորության հասկացողության վրա։ Հա, տեսեք, ասկե եթե միտքը ինքը այս որակներով ունի, բանականությունը ինքը ինչքան ուզում է ասի, հատակ ես նստացեմ ու մտածում եմ, հա, պետք է նստել Բhagavad Gita-ն ուսումնասիրել, չէ՞։ Բայց եթե իմ միտքը այս որակները, որը մենք այսօր քննարկեցինք, չունի, հենց որ ես նստում եմ Bhagavad Gita ուսումնասիրելու, ինքը ինձ սկսում է ինչ որ դի ուզում է տանել։ Այդ է սիմպտոմն է։ Մենք ասում ինչի՞ց է տենցելնում մատաջար, չէ՞։ Մենք այսօր քննարկեցինք ինչի՞ց է լինում։ Այդ ասին ձեր ոչ մեկ չտակ։ Հասկացա՞ք, չէ՞ որ պետք է գնալ, ինչի վրա պետք է աշխատել։ Եվ վերջում Բաքսիվիդոնտը ինքը ասում է, եթե միտքը չունի այդ որակները, որը մենք քննարկեցինք, նորից չկրկնեմ, հա, ուրեմն արատավոր մտքերը, անաստվածությունը իրանք միշտ գերակշռելու են։ Հիմա տեսեք, երբ որ մարդը ինքը, երբ որ կենդանիակը ինքը այն հոգին է, որը ծնվել է արական քաղաքակրթությունում, չէ՞, ինքը հոգի է, որը կյանքեր շարունակ շատ լուրջ զբաղված է հոգևոր առաջընթացով։ Իրա համար ֆիքսել իրա մեջ մեղքի հանդեպ հակում, հա, կամ բանի, ասեք, անաստվածության հանդեպ հակում, դա եսի միջը։ Մենք ձեր հետ իզնաչալնյա բոլորս անաստվածներ ենք։ Հասկանում եք։ Ու դուք մի նայեք, էլի, ուզում եմ մենք քրիստոնյա լինենք, ուզում եմ մուսուլման լինենք, ուզում եմ Քրիշնայի տնենք, ով ուզում է լինենք։ Նախասկզբնականորեն մենք հոգիներ ենք, որոնք լսել են Աստծո մասին, գիտեն Աստծո մասին, բայց Աստծուն իրանց սրտում չեն կրում։ Հասկանում եք, Աստված իրանց համար արժեք չի, Աստված իրանց համար միջոց է, եթե դաժե ընդունում ենք Աստծուն։ Հասկացաք, չէ՞։ Դրա համար ասում է, будет превалировать безбожие։ Այդ безбожիան, չէ՞, ինքը Աստծուն օգտագործելը ինքը էլի մի հատ լավ էլի безбожие է, էլի, վերջը, էլի աստվածամերժություն է։ Հիմա տեսեք օրինակ, նայեք Bhagavad Gita-ում, Տեր Քրիշտան ինքը ասում է, նրանք ովքեր տառապան, իմ մոտ գալիս են նրանք, ովքեր տառապում են, ուզում են նյութական վայելք, հետարքրասեր են եւ իմաստուններ են, չէ՞։ Այդ ինքը ասում է, հետո ինքը հանդիպում է Ռուկմինիի հետ, իր կնոջ հետ։ Երբ որ ինքը կնոջ հետ է փիլիսոփայում, ինքը ասում է, ավանականման կենդանիակները ինձանից խնդրում են, որ ես իրանց ազատեմ տառապանքներից, հա, որ ես իրանց տամ նյութական երջանկություն կամ բավարարեմ իրանց հետաքրքրասիրությունը։ Տեսեք, այսինքն կախված նրանից, թե ինքը որտեղ է խոսում, ինքը երկու կսես տարբեր բաներ, չէ՞, այսինքն ինքը երբ որ արդյունքային է խոսում, ինքը հասկանում է փիլիսոփայությունը, այդ պիտի ուսումնասիրեն սկսնակ կրոնականները, դա ինքը իրանց ոգեշնչում ասում է, դավացի դուք բան եք էլի, պրավիտներ, ոնց է հայերեն լավ խոսք է, էլի ռուսերեն, պրավիտներ, ոնց է, բարեպաշտ եք էլի, դուք բարեպաշտ եք, որ այդ ամեն ինչի մեջ, օրինակ, երբ որ մարդը ինքը տառապում է, ինքը կարա կատաղի, չէ՞, ու դառնա բռնակալ։ Բռնակալների 90%-ը նրանք են, ում որ պիսավ են, չէ՞, պատճառը։ Հասկանում եք։ Ու դա համար այն սկզբում Քրիստոսն ասում է դու բարեպաշտ ես, եթե դու տառապանքի մեջ ինձ դիմեցիր, չգնացիր մորթելու, սպանելու, մուռանելու, ես իմիջ անելու։ Հա, բայց երբ որ ինքը Ռուկմինիի հետ է խոսում, որտեղ ինքը արդեն խոսում է այն հոգևոր բաների մասին, էլ ինքը ասում է իրանք անիկակ օսլիկի, совсем тупые, ասկացեք չեն հասկանում, ու արիացիները իրանք մի հատ լավ օրինակ ունեն, իրանք ասում են տենց ազնվորությունը, որը ինքը Աստծուն հանդիպելով իրանից նյութական բան է խնդրում, իրանք նման են այն աղքատին, որը հանդիպեց արքային,
բայց խնդրեց մի բոլորից։ Հասկանում եք։ Ուրեմն վերջնականում կապը սա էր, որ եթե անձնավորությունը ինքը չունի մտքի այդ որակները, որը մենք այսօր ձեզ հետ քննարկեցինք, հա, ուրեմն միշտ իր մտքի մեջ մեղավոր հակումները, իսկ մեղավոր հակում դա միշտ ինչ արժակում մեղք։ Բայց ես էլ ասեմ, կվերջացնենք այսօր։ Արիացիների բանով կատարմամբ ինչ արժանանում մեղք։ Արիացիները իրանք մեղք են համարում, երբ որ կենթանի էակը իր ցանկությունները իրականացնելու ընթացքում պատրաստ է ուրիշ կենթանի էակին անհանգստացնի։ Ես даже չեմ ասի տարապացնի շատ է, էլի անհանգստացնի։ Այդտեղից սկսվում է մեղքը։ Հասկացա՞ք, չէ՞։ Իրաց այդ ապրեդինեան շատ հետաքրքիր է, այլ ինքը մեծ տոճկով, որ հասկանաս թե ինչն է մեղք, էլի, որտեվ մեր մեջ օրինակ ասեք սերմանում են, որ չգիտեմ, մեղքը էնա, որ դու սեքս ես ուզում։ Վերջերս ասում են, չէ, դա մեղք չի, դա բարմնի բնական ֆունկցիան է։ Ինքը մեղք է դառնում, երբ որ դու դա բավարարելու համար ուրիշին անհանգստացնում ես։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն տեսեք, բայց մենք այնքան ենք ընտելացած իրար անհանգստացնել, իրար sense առանց ոչ մի սահմանների նեղացնել, կոպտել, չգիտեմ ես անել, այն անել, որ դեռ ասում, եթե մտքի մեջ չկա այդ որակները, այդպիսի մարդու մեջ միշտ ծաղկում է մեղքը ու անաստվածությունը։ Այն, որ մենք լսել ենք Աստծո մասին, դեռ չի նշանակում, որ ինքը մեր համար ռեալ արժեք է։ Ինքը ռեալ արժեք է, երբ որ գործելուց մենք իր մասին հիշում ենք։ Հասկանում եք։ Իսկ որպեսզի մենք կարողանանք իր մասին հիշել, մեր միտքը պետք է այսպես որակներ։ Որտեղ բացինոտ ինք ասեց, եթե այս որակները չկա, բանականությունը չի կարողանում հասկանալ։ Սա, ուսավ։ Հա, ոյտի լինում է այդ դա, որ ազնվորությունը ինքը վրոդի բի տարիներով լինում է հոգևոր կյանքում, բայց հոգևոր ոչ մի արդյունք չի ստանում։ Դրա համար ինքը ասում է, ես ինչ կարի եղել մնացել եմ։ Ինչ է փոխվել որ։ Այդ է, որտեղ միտքը ինքն էս կառուցված կունի, որ դրա հիմքի վրա բանականությունը ինքը չի կարող հասկանալ իրական հոգևոր կյանքը։ Սա այն կամպանիաներից մեկն էր, այսինքն մենք դիտարկեցինք միտքը, մարմինը, դիտարկեցինք միտքը, որ իրանցից ամեն մեկը որն է որ առողջ է համարվում եւ որ արիացիները իրանք դա կարեւորում էին որպես իրական հոգևոր կյանքի մեջ մտնելու առողջ հիմք։ Մնացած բոլոր դեպքերում մենք անպայման այ ոնց որ նյութական աշխարհում ենք խնդիրներով մտնում, հա, այսինքն սխալ մտնում, այդպես էլ հոգևորի մեջ ենք սխալվում։ Իսկ եւ նյութական աշխարհում իմիջիալոց եթե մենք այս բաների վրա աշխատում ենք, չէ, մենք նյութական աշխարհում էլ ենք ուրիշ արդյունքներ ստանում։ Հասկանում եք։ Այսինքն մտքի դմբլոյությունը ինքը ազդում է ամենտեղ։ Ու իրականում դու ոչ այնտեղ կարող ես հաջողության հասնել, ոչ էլ այստեղ։ Եթե դու այդ երկու բանը չես պահում։ Եղավ երեխեք ջան։ Всё, спасибо. Կարմիր Այո, իհարկե, մի վարքյան։